Փայլերի տեսքի գիշերվա մեջ հղի մի կին դաժանորեն տապալվում է բարեգործական միջոցառման ընթացքում։ Անկումը, որը նկարահանել էր անտեսել սեփական ամուսինը, պայթում է սոցիալական ցանցերում, դառնալով էլիտայի անպատժելիության խորհրդանիշ։ Բայց այն, ինչ թվում էր ավարտ, դառնում է մի պայքարի սկիզբ, որն ամբողջ երկրին կկերտի։ Գրանդ Պալատ-ի սրահը Երանում շողում էր ավստրիական բյուրեղապակյա ջահերի տակ։ Հայելիներով պատված պատերն արտացոլում էին հարյուրավոր հյուրերի տոնական հագուստներով, բոլորը հավաքվել էին ոսկե աստղ բարեգործական պարահանդեսի 10-րդ թողարկմանը։ Մարինեն շտկեց դեղին զգեստը, որն այդքան խնամքով էր ընտրել 3 շաբաթ առաջ, երբ այն դեռ կատարյալ կերպով համապատասխանում էր իր մարմնին։ Այժմ, հղիության 7-րդ ամսում, գործվածքը ձգվում էր դուրս ցցված փորի վրա, բայց գույնը շարունակում էր շողալ, գրավելով բոլոր անցորդների ուշադրությունը։ Նա դիտում էր իր ամուսնուն, Էդուարդ Մենդեսյանին, որը շրջում էր սրահում, ինչպես իրամարքը ցուցադրելով իր փետուրները։ Գործարարը ողջունում էր ներդրողներին, գրկում քաղաքական գործիչներին, կեցվածք ընդունում լուսանկարիչների համար։ Մարինեն ճանաչում էր այդ փորձված ժպիտը, այդ հաշվարկված ձեռքսեղմումը։ 5 տարվա ամուսնություն էր, նա արդեն ճանաչում էր նրա կրած յուրաքանչյուր դիմակը։ Այդ գիշեր Էդուարդը կրում էր առատաձեռն բարերարի, կատարյալ հյուրընկալի, նվիրված ապագա հոր դիմակը։ Բայց Մարինեն գիտեր, որ այդ ճակատի հետում մի մարդ կար, որին նա այլս գրեթե չէր ճանաչում։ Կենտրոնական սեղանը վերապահված էր միջոցառման հյուրընկալների համար։ Մարինեն նստեց մենակ, ձեռքերը դրված էր որովայնի վրա, որտեղ դուստրը անհանգիստ շարժվում էր։ Միգուցե փոքրիկը զգում էր մոր մարմնից բխող լարվածությունը։ Կամ միգուցե պարզապես արձագանքում էր բարձր երաժշտությանը ուժեղ լույսերին։ Մարինեն շոյեց որովայնը, շնջալով հանգստացնող բառեր, որոնք ինքն էլ չէր զգում։ Սրահի մյուս կողմում Էդուարդը աշխույժ զրուցում էր գործարարների մի խմբի հետ։ Մարինեն նկատեց այն ճշգրիտ պահը, երբ նա շեղեց հայացքը։ Գլխավոր դուռը բացվեց, մի կերպար մտավ այնպես, կարծես ամբողջ աշխարհը պետք է կանգներ նրան դիտելու համար։ Վալենտինա Ազատյանը կարմիր զգեստ էր կրում, որը կարծես ուղղակիորեն նկարված լիներ նրա մաշկի վրա։ Խորը դեկոլտեն կողքի ճեղքվածքը բացահայտում էին կորություններ, որոնք նա գիտեր, թե ինչպես ցուցադրել վարպետորեն։ Նրա կրունկները արձագանքում էին մարմարին, մինչ նա անցնում էր սրահով, անտեսելով հետաքրքրասեր հայացքները իր հետքերով բողբոջող շշուկները։ Մարինեն զգաց, որ ստամոքսը շուռ է գալիս։ Դա միայն հղիության սրտխառնոցը չէր։ Դա նվաստացումն էր, տեսնելով այդ կնոջը մտնելիս երեկույթ այնպես, կարծես նա լիովին իրավունք ուներ այնտեղ լինելու։ Կարծես նա Մարինեի ամուսնու սիրուհին չլիներ։ Կարծես գաղտնի հանդիպումների, ջնջված հաղորդագրությունների անամոթ ստերի վերջին 6 ամիսները երբեք չէին եղել։ Էդուարդը չշարժվեց, երբ Վալենտինան մոտեցավ։ Նա պահպանեց իր հանգստությունը, բայց Մարինեն տեսավ նրա աչքերի փայլը։ Նա ճանաչում էր այդ փայլը։ Մի անգամ, շատ վաղուց, նա այդպես էր նայում նրան։ Այժմ այդ հայացքը վերապահված էր մեկ ուրիշի համար, Մարինեն կուլ էր տալիս ցավը, ինչպես կուլ էր տալիս այդ ամուսնության մեջ շատ այլ բաներ, որը դարձել էր ոսկե վանդակ։ Վալենտինան շրջում էր սրահով, ողջունելով ծանոթներին, ընդունելով շամպայնի բաժակներ, շատ բարձր ծիծաղելով անհետաքրքիր կատակների վրա։ Մարինեն նկատեց, որ նա մոտենում է։ Յուրաքանչյուր քայլ հաշվարկված էր, յուրաքանչյուր շարժում, սադրանք։ Երբ վերջապես կանգնեց կենտրոնական սեղանի կողքին, Վալենտինան մի փոքր թեքվեց, թունավոր ժպիտով, արյուն կարմիր ներկված շրթունքների վրա։ Բարի երեկո, Մարինե։ Ինչ հմայիչ զգեստ։ Դեղինը միշտ այդքան ուրախ գույն է եղել, չեք կարծում։ Թե միգուցե մի փոքր համարձակ է նրա համար, ով այդքան լիքն է։ Մարինեն խորը շունչ քաշեց նախքան պատասխանելը, ձայնը պահելով հանգիստ վերահսկված։ Շնորհակալություն, Վալենտինա։ Կարմիրը նույնպես ուշագրավ է։ Մի գույն, որը ուշադրություն է բղավում, կատարյալ է նրանց համար, ովքեր ցանկացած գնով պետք է նկատվեն։ Վալենտինայի ժպիտը մի պահ տատանվեց, նախքան ավելի լայնանալը։ Դուք միշտ այդքան քաղցր եք եղել, Մարինե։ Երի դրա համար է, որ Էդուարդն այդքան է խոսում ձեր մասին։ Միշտ այդ անհանգստացնող տոնով, հասկանում եք։ Նա այդքան է տանջվում, մտածելով, թե ինչպես եք դուք հաղթահարում ամեն ինչ։ Հղիությունը, մենակությունը, մարմնի փոփոխությունները։ Դժվար է ցանկալի զգալ, երբ այդքան ավելորդ քաշ եք կրում։ Խոսքերը մետաքսով փաթաթված շեղբերի պես էին։
Մարինեն զգում էր յուրաքանչյուր կտրվածքը, բայց հրաժարվում էր ցույց տալ։ Նա սովորել էր գոյատել մի աշխարհում, որտեղ փխրունությունը անողոքաբար շահագործվում էր։ Նա Վալենտինային չէր տա նրան կոտրված տեսնելու բավականությունը։ Էդուարդը շատ լավ է հոգ տանում իմ մեր դստեր մասին։ Ի դեպ, ո՞ր թողեցիք ձեր ուղեկցորդին այս գիշեր, Վալենտինա։ Կամ մենակ եկաք, ինչպես միշտ։ Սադրանքը հասավ իր թիրախին։ Վալենտինան բարձրացրեց կզակը, աչքերը փայլում էին վատ զսպված զայրույթով։ Ես մենակ եկա, որովհետ կարող եմ։ Որովհետ ինձ տղամարդու կարիք չկա կողքիս, ինձ լիարժեք զգալու համար։ Մեզանից ոմանք ունենք ինքնարժեք, Մարինե։ Մենք կարիք չունենք կառչել ազգանունից բանկային հաշվից, գոյություն ունենալու համար։ Մարինեն պատրաստվում էր պատասխանել, երբ Էդուարդը մոտեցավ, իր հետ բերելով թանկարժեք վիսկիի ներմուծված օծանելիքի բույրը։ Նա ձեռքը դրեց Մարինեի ուսին, տիրական ժեստ, որը Մարինեն ճանաչեց որպես թատրոն դիտորդների համար։ Վալենտինա, ինչ անակնկալ է ձեզ այստեղ տեսնելը։ Չգիտեի, որ դուք հետաքրքրություն ունեք բարեգործական միջոցառումների նկատմամբ։ Կարծում էի, որ դուք նախընտրում եք ավելի մտերմիկ միջավայրեր։ Նրա ձայնը նուրբ նախազգուշացում էր պարունակում։ Վալենտինան հասկացավ հաղորդագրությունը, բայց նախընտրեց անտեսել այն։ Նա ուսերը թոթվեց, շարժումը ստիպեց կարմիր զգեստին փայլել լույսերի տակ։ Ես շատ հետաքրքրություններ ունեմ, Էդուարդ։ Ոմանք դուք լավ գիտեք։ Մյուսները միգուցե դեռ կբացահայտեք։ Երբեք չգիտես, թե ինչ կարող է պատահել այսպիսի գիշերը, չէ՞։ Մարինեն դիտեց նրանց միջ հայացքների փոխանակումը։ Այնտեղ ավելին կար, քան պարզապես սիրավեպ։ Այնտեղ կար մի մտերմություն, որն ամբողջությամբ բացառում էր նրան, մի լուր լեզու, որը նրանք կիսում էին, որը ստիպում էր նրան իր սեփական ամուսնության մեջ անտեսանելի զգալ։ Նվագախումբը սկսեց վալս նվագել։ Զույգերը շարժվեցին դեպի պարահրապարակ, իրենց մարմինները պտտվելով կատարյալ համաժամանակության մեջ։ Էդուարդը ձեռքը մեկնեց Մարինեին, մեկ փորձված ժեստ, արտաքինը պահպանելու համար։ Կպարենք։ Մարինեն նայեց նրա ձեռքին, ապա իր դուրս ցցված որովայնին։ Ես հենց այն վիճակում չեմ, որ վալս պարեմ, Էդուարդ։ Ինչու՞։ Չեք հրավիրում մեկ ուրիշի։ Վստահ եմ, որ տարբերակների պակաս չկա։ Էդուարդը հետ քաշեց ձեռքը, դեմքին զայրույթի մի փայլ անցավ, նախքան կրկին ջերմ դիմակի վերադառնալը։ Ինչպես կամենաք։ Ես կողջ ունեմ որոշ ներդրողների։ Փորձեք ավելի քիչ ձանձրացած թվալ, լավ։ Մարդիկ դիտում են։ Նա հեռացավ, Մարինեին կրկին մենակ թողնելով։ Նա դիտեց Վալենտինային, որը հետում էր։ Էդուարդին մինչ բար, երկուսն էլ կանգնած էին չափազանց մոտ, պատահական լինելու համար։ Մարինեն զգաց դստեր հարվածը, հիշեցում, որ նա լիովին մենակ չէր։ Առնվազն նա ուներ մեկին, ով կախված էր նրանից, մեկին, ով անվերապահորեն կսիրեր նրան։ Մատուցողուհին անցավ, առաջարկելով կանապեներ։ Մարինեն մեկը վերցրեց, ավելի շատ ձեռքերով ինչ-որ բան անելու համար, քան սովի պատճառով։ Սրահն ավելի ու ավելի էր լցվում, խոսակցությունների աղմուկն աճում էր։ Նա ճանաչեց որոշ դեմքեր։ Գործարարներ, ովքեր գործեր էին անում Էդուարդի հետ։ Սոցիալականներ, ովքեր ողջունում էին նրան կեղծ համբույրներով, դատարկ ժպիտներով։ Լրագրողներ, ովքեր շրջում էին փնտրելով պատմություններ, որոնք կարող էին վերածել վերնագրերի։ Մարինեն մտածեց իր հոր մասին։ Դոկտոր Հենրիկ Սարգսյանը, պաշտոնաթող դատավոր, խիստ սկզբունքների էլ ավելի խիստ կարծիքների տեր մարդ։ Նրանք 3 տարի չէին խոսել, այն օրվանից, երբ Մարինեն հայտարարել էր Էդուարդի հետ ամուսնության մասին։ Հայրը զգուշացրել էր, որ այդ մարդը վտանգավոր է, որ փողի փայլը խավարեց ներքի փտածությունը։ Մարինեն չէր լսել։ Նա սիրահարված էր, կույր էր հեքիաթային կյանքի խոստումից։ Այժմ, նստած այդ ոսկու ստերի սրահում, նա ցանկանում էր, որ լսեր։ Բարեգործական ելույթը սկսվեց։ Էդուարդը բարձրացավ բեմ, խոսափողը ուժեղացնելով նրա ձայնը, որը հաշվարկված բարեգործություն էր արտահայտում։ Նա խոսեց կարիքավոր երեխաների, կրթության, հավասար հնարավորությունների մասին։ Մարինեն գրեթե ծիծաղեց հեգնանքից։ Մարդը, ով շահագործում էր աշխատակիցներին, ով հարկեր էր թաքցնում, ով առանց զղջման ոչնչացնում էր մրցակիցներին, այժմ իրեն ներկայացնում էր որպես անապահովների փրկիչ։
Վալենտինան ավելի բարձր ծափահարեց, քան բոլորը, նրա աչքերը հառած էին Էդուարդի վրա, պաշտամունքով, որը Մարինեն ճանաչեց որպես աղավաղված հայելի այն բանի, ինչ ինքն էր մի օր զգացել։ Տարբերությունն այն էր, որ Մարինեն արդեն անցել էր հայելու միջով։ Նա գիտեր, թե ինչ կար մյուս կողմում։ Վալենտինան դեռ ապրում էր պատրանքի մեջ, հավատալով, որ ամեն ինչ այլ կլինի, որ ինքը հատուկ կլինի, որ Էդուարդը կընտրի իրեն։ Խեղճ հիմար, մտածեց Մարինեն։ Նա ոչ ոքի չէր ընտրի, բացի իրենից։ Ճաշը մատուցվեց։ Մարինեն սնունդը շարժում էր ափսեի մեջ, առանց ախորժակի։ Իր շուրջը դատարկ խոսակցություններ ֆինանսական շուկայի, անշարժ գույքի, միջազգային ճանապարհորդությունների մասին։ Ոչ ոք չէր հարցնում, թե ինչպես է նա։ Ոչ ոք կարծես չէր նկատում, որ երեկոյի հյուրընկալուհին այնտեղ էր որպես ուրվական, ներկա, բայց բացակա, տեսանելի, բայց անտեսված։ Երբ աղանդերը հասավ, Մարինեն որոշեց, որ բավական է։ Նրան օդ էր պետք, տարածություն, հեռավորություն այդ կեղծավորության կրկեսից։ Նա դժվարությամբ բարձրացավ, որովայնը յուրաքանչյուր շարժումը դարձնելով ձգողականության հետ բանակցություն։ Ոչ ոք չնկատեց նրա հեռանալը դեպի միջանցք, որը տանում էր դեպի զուգարաններ։ Միջանցքը դատարկ էր լուր, ողջունելի հակադրություն սրահի քաոսին։ Մարինեն հենվեց պատին, փակելով աչքերը խորը շունչ քաշելով։ Դուստրը կրկին շարժվեց, Մարինեն շշնջաց խոստումներ, որոնք մտադիր էր կատարել։ Նրա դուստրը ուժեղ կմեծանա։ Նրա դուստրը կիմանա իր արժեքը։ Նրա դուստրը երբեք չի կախվի տղամարդուց, որոշելու համար, թե ով է ինքը։ Միջանցքում քայլերի ձայներ արձագանքեցին։ Մարինեն բացեց աչքերը, տեսավ Վալենտինային մոտենալիս, կարմիր զգեստը որպես արյան բիծ սպիտակ մարմարի վրա։ Այլս ժպիտներ չկային։ Այլս քաղաքավարի բառախաղեր չկային։ Վալենտինայի աչքերը այրվում էին ինչ-որ պարզունակ վտանգավոր բանով։ Դու նրան արժանի չես, Մարինե։ Երբեք արժանի չես եղել։ Էդուարդն արժանի է մեկին, ով կհասկանա նրան, ով կմարտահրավեր նետի նրան, ով կլինի նրա հավասարը։ Ոչ թե դեկորատիվ կին, որը երեխա է կրում, որին նա նույնիսկ չէր ուզում։ Խոսքերը հարվածեցին Մարինեին իբր բռունցքներ։ Երեխան, որին նա նույնիսկ չէր ուզում։ Նա գիտեր, որ դա ճիշտ է։ Էդուարդը հենց սկզբից հասկացրել էր, որ հղիությունը անհարմար է, վատ պլանավորված, լուծվելիք խնդիր։ Բայց դա լսել Վալենտինայից, իմանալ, որ նրանք դա քննարկում էին իրենց մտերմիկ պահերին, նոր դաժանություն էր։ Հեռացիր իմ աչքից, Վալենտինա։ Սա ոչ ժամանակն է, ոչ էլ տեղը։ Վալենտինան ծիծաղեց, կոպիտ անհուն ձայնով։ Ժամանակը չէ։ Երբ կլինի ժամանակը, Մարինե։ Երբ վերջապես ընդունես, որ պարտվել ես։ Որ նա քեզ չի սիրում։ Որ երբեք չի սիրել։ Մարինեն զգաց, որ արցունքներն այրում են իր աչքերը, բայց հրաժարվեց թողնել դրանք թափվեն։ Ոչ այնտեղ։ Ոչ այդ կնոջ առաջ, ով արդեն այդքան բան էր խլել նրանից։ Նա փորձեց անցնել Վալենտինայի կողքով, բայց մյուսը փակեց նրա ճանապարհը, վտանգավոր մոտ մնալով։ Նա ինձ կընտրի։ Շուտով դուք դա կհասկանաք։ Եվ երբ հասկանաք, կհեռանաք ճանապարհից, ինչպես պետք է արած լինեիք հենց սկզբից։ Մարինեն կողքի հրեց Վալենտինային, վերադարձավ սրահ։ Յուրաքանչյուր քայլ ջանք էր, ոչ միայն հղիության քաշի պատճառով, այլ իր կրած էմոցիոնալ բեռի պատճառով։ Նրան պետք էր նստել, հանգստացնել արագացած սիրտը, պաշտպանել դստերը իր երակներում զգացվող սթրեսից։ Երբ նա հասավ կենտրոնական սեղանին, նա նստեց աթոռին, շատ կարճ տող հանգստության հառաչանքով։ Վալենտինան հետել էր նրան։ Մարինեն զգաց նրա ներկայությունը նույնիսկ նախքան նրան տեսնելը։ Կարծես օդը ծանրացել էր, դժվար էր շնչել։ Վալենտինան կանգնեց Մարինեի աթոռի հետում, թեքվելով նրա ականջին շշնջալու համար։ Վայելեք, քանի դեռ կարող եք, սիրելիս։ Սա վերջին գիշերն է, երբ կարող եք ձացնել, թե դեռ կարոր մեկն եք։ Մարինեն կտրուկ շրջեց գլուխը, պատրաստ պատասխանելու, բայց Վալենտինան արդեն հեռացել էր, քայլելով դեպի սրահի կենտրոն, որտեղ Էդուարդը զրուցում էր գործարարների մի խմբի հետ։ Մարինեն դիտեց տեսարանը, որը բացվում էր այնպես, կարծես դիտում էր դանդաղ շարժման ֆիլմ։ Վալենտինան դիպավ Էդուարդի ձեռքին, պատահական ժեստ, որը չափազանց մտերմություն էր պարունակում։ Էդուարդը ժպտաց, այդ ժպիտը, որը նա այլս չէր տալիս Մարինեին։
Գործարարները ծիծաղեցին Վալենտինայի ասածի վրա, նա փայլեց տղամարդկանց ուշադրության ներքո, կարծես դա իր բնական իրավունքն էր։ Մարինեի ստամոքսը շուռ եկավ։ Նրա զգացած սրտխառնոցը կապ չուներ հղիության հետ։ Դա մաքուր զայրույթ էր, հուն նվաստացում, անտեսանելի լինելու զգացում, մինչ մեկ այլ կին գողանում էր նրա կյանքը նրա աչքերի առաջ։ Նա սեղմեց բռունցքները սեղանի տակ, եղունգները մխրճելով ափերի մեջ մինչ ցավելը։ Միջոցառման լուսանկարիչը մոտեցավ, տեսախցիկը ձեռքին։ Կներեք անհանգստացնելու համար, տիկին Մենդեսյան։ Կարող եք կեցվածք ընդունել լուսանկարվելու համար։ Դա թերթի սոցիալական բաժնի համար է։ Մարինեն կեղծ ժպիտ պարտադրեց, այն, ինչ նա սովորել էր օգտագործել որպես զրահ։ Իհարկե։ Տեսախցիկը մի քանի անգամ կտտացրեց։ Մարինեն պահպանեց կեցվածքը, ձեռքերը նրբորեն որովայնի վրա, հանգիստ արտահայտություն, որը թաքցնում էր ներքին քաոսը։ Լուսանկարիչը շնորհակալություն հայտնեց հեռացավ։ Մարինեն մտածեց, թե ինչ մակագրություն կուղեկցի այդ պատկերը։ Հավանաբար ինչ-որ բան նվիրված կնոջ, շողացող ապագա մոր, երանի հասարակության առաջին տիկնոջ մասին։ Ոչ ոք չէր իմանա, որ այդ ժպիտի հետում մի կին կար, որը կոտրվում էր։ Ճաշը ավարտվեց, նվագախումբը կրկին սկսեց նվագել։ Ավելի շատ զույգեր լցրին պարահրապարակը։ Մարինեն մնաց նստած, դիտելով Էդուարդին, որը պտտում էր Վալենտինային պարահրապարակում, կարծես դա աշխարհի ամենաբնական բանն էր։ Կարծես հղի կին չկար, որը դիտում էր։ Կարծես այդ հրապարակային սադրանքի համար հետանքներ չկային։ Միջոցառման աշխատակցուհիներից մեկը, Կլարա անունով մի երիտասարդ կին, անցավ սեղանի մոտ, հավաքելով դատարկ ափսեները։ Նա կարեկցանքով նայեց Մարինեին, մի հայացք, որը ասում էր, որ նա տեսնում է, հասկանում է, ճանաչում է այդ իրավիճակի անարդարությունը։ Մարինեն գլխով արեց, լուր շնորհակալություն հայտնելով։ Առնվազն այնտեղ մեկ մարդ կար, ով դեռ կարեկցանք ուներ։ Կլարան հեռացավ, բայց Մարինեն նկատեց, որ նա իր բջջային հեռախոսը զգուշությամբ էր դրել, կարծես ինչ-որ բան էր ձայնագրում։ Մարինեն կարողություն չտվեց։ Հավանաբար նա պարզապես աշխատում էր, փաստագրելով միջոցառումը Grand Palais-ի արխիվների համար։ Երաժշտությունը փոխվեց ավելի դանդաղ, ավելի մտերմիկ բանի։ Էդուարդն ու Վալենտինան շարունակում էին պարել, այժմ վտանգավոր մոտ։ Նրա ձեռքերը նրա իրանին։ Նրա գլուխը հենված նրա ուսին։ Մարինեն զգաց, որ լեղին բարձրանում է կոկորդով։ Նա այլս չէր կարող դա դիտել։ Նա կրկին բարձրացավ, վճռականորեն հեռանալու այնտեղից, նախքան մի բան անելը, որի համար կզղջար։ Բայց Վալենտինան այլ պլաններ ուներ։ Նա հեռացավ Էդուարդից ուղղակիորեն քայլեց դեպի Մարինե, յուրաքանչյուր քայլը լի նպատակով։ Երբ նա հասավ սեղանին, կանգնեց դատարկ աթոռի կողքին, որտեղ նստած էր եղել Մարինեն։ Նրա աչքերը հանդիպեցին Մարինեի աչքերին մաքուր մարտահրավերով։ Այդքան շուտ եք հեռանում։ Երեկույթը դեռ նոր է սկսվել։ Թե այլս չեք կարողանում տեսնել, թե ինչ եք կորցրել։ Մարինեն խորը շունչ քաշեց, փնտրելով վերահսկողություն։ Ես այլս ժամանակ չեմ վատնելու մանկական խաղերի վրա, Վալենտինա։ Ես ավելի կարևոր բաներ ունեմ անհանգստանալու։ Վալենտինան ծիծաղեց, սուր ձայնով, որը կտրեց օդը, ինչպես կոտրված ապակին։ Կարևոր բաներ։ Դուք նկատի ունեք այդ որովայնը, որը ձեզ դանդաղ տգեղ է դարձնում։ Այդ քաշը, որը ձեզ կապում է, մինչ աշխարհը շարունակում է պտտվել առանց ձեզ։ Խոսքերը թորած թույն էին։ Մարինեն զգում էր յուրաքանչյուր կաթիլի այրումը, բայց պահպանեց իր հանգստությունը։ Նա Վալենտինային չէր տա այն տեսարանը, որը նա ակնհայտորեն փնտրում էր։ Նա սկսեց հեռանալ, բայց Վալենտինան մեկ քայլ առաջ արեց, կրկին արգելափակելով նրա ճանապարհը։ Հեռացիր իմ աչքից, ասաց Մարինեն սեղմված ատամների միջով։ Կամ ինչ կանես, Մարինե։ Կլացես։ Կբողոքես ամուսնուդ, ով ուշադրություն չի դարձնում քեզ։ Կաղաչես, որ քեզ ընտրի։ Մարինեն փորձեց շրջանցել Վալենտինային, բայց մյուսը կրկին շարժվեց, միշտ արգելափակելով, միշտ սադրելով։ Շրջապատի մարդիկ սկսեցին նկատել։ Խոսակցությունները դադարեցին։ Հայացքները դարձան այդ տեսարանին, որը սկանդալ էր խոստանում։ Վալենտինա, հիմա դադարեցրեք դա, աղերսեց Մարինեն, նրա ձայնը ցածր, բայց հրատապ էր։ Դուք տեսարան եք սարքում։ Ես տեսարան եմ սարքում։ Ես։
Դուք եք այստեղ ծանր ողբալի, կառչած մի տղամարդուց, ով ձեզ այլս չի ուզում։ Դուք եք տեսարանը, Մարինե։ Դուք եք կատակը, որի մասին բոլորը խոսում են, երբ դուք մոտ չեք։ Մարինեն զգաց, որ արցունքները վերջապես թափվում են, տաք հետքերով իջնելով դեմքով։ Նա ատում էր այդ թուլությունը, ատում էր, որ Վալենտինան տեսնում էր իր լացը։ Բայց դա չափազանց էր։ Ամեն ինչ չափազանց էր։ Լուռ նվաստացումների ամիսները, մենակ քնած գիշերները, մինչ Էդուարդը ուշ էր գալիս դատարկ արդարացումներով, ծանոթների կարեկցող հայացքները, ովքեր գիտեին, բայց զացնում էին, թե չգիտեն։ Վալենտինան տեսավ արցունքները ժպտաց, հաղթական։ Վերջապես։ Վերջապես ճշմարտությունը հայտնվում է։ Դուք թույլ եք, Մարինե։ Միշտ էլ եղել եք։ Էդուարդն ավելին է արժանի։ Հենց այդ ժամանակ դա տեղի ունեցավ։ Վալենտինան ձեռքը մեկնեց, ակնհայտորեն Մարինեի ուսին դիպչելու համար, մի ժեստ, որը դիտորդների համար կարող էր հաշտեցնող թվալ։ Բայց Մարինեն տեսավ նրա աչքերի չար փայլը, հասկացավ, որ մխիթարություն չէր գալիս։ Նա մեկ քայլ հետ արեց, փորձելով հեռավորություն ստեղծել։ Վալենտինան առաջ շարժվեց, շարժումը հանկարծակի ագրեսիվ։ Մարինեն սայթաքեց իր ոտքի վրա, կորցնելով հավասարակշռությունը որովայնի քաշի ամբարտավանության պատճառով ընտրված կրունկների պատճառով։ Նա զգաց, որ մարմինը թեքվում է հետ, փնտրեց աջակցություն աթոռից, բայց արդեն ուշ էր։ Այն, ինչ հաջորդեց, այնքան արագ էր, որ Մարինեն դժվարությամբ հասկացավ։ Վալենտինան բարձրացրեց ոտքը, հեռու հրեց աթոռը։ Շարժումը դաժան էր, ճշգրիտ, միտումնավոր։ Աթոռը սահեց մարմարե փայլուն հատակով, Մարինեն ամբողջությամբ կորցրեց հավասարակշռությունը։ Նրա ձեռքերը պտտվեցին օդում, փնտրելով ինչ-որ բան, ցանկացած բան կառչելու համար։ Նրանք գտան միայն դատարկություն։ Անկումը կարծես հավերժ տեց։ Մարինեն ժամանակ ունեցավ մտածելու իր դստեր մասին, բնազդաբար պաշտպանելու որովայնը ձեռքերով, զգալու սարսափը, անխուսափելին կանխելու անկարողությունից։ Այնուհետ նրա մարմինը հարվածեց հատակին։ Ցավը պայթեց նրա ազդրում, ճառագայթվելով ամբողջ աջ կողմով։ Նրա գլուխը բավական ուժեղ հարվածեց, որպեսզի աստղերը պարեին նրա տեսադաշտում։ Սրահում բացարձակ լռություն տիրեց։ Երաժշտությունը դադարեց։ Խոսակցությունները դադարեցին։ Նույնիսկ բաժակների զրնգոցը կարծես սառել էր ժամանակի մեջ։ Մարինեն պառկած էր սառը հատակին, դեղին զգեստը տարածված շուրջը, ինչպես ընկած ծաղկի թերթիկներ։ Նա փորձեց շարժվել, բայց ցավը ճնշող էր։ Եվ հետո նա զգաց ոտքերի մեջ տաք խոնավությունը։ Սառը խուճապը, որն ամբողջությամբ կաթվածահար արեց նրան։ Արյուն։ Արյուն կար։ Մարինեն փորձեց խոսել, բայց ոչ մի ձայն չդուրս եկավ։ Նա վեր նայեց, տեսավ դեմքեր մոտենալիս, ցնցված արտահայտություններով, մեկնած ձեռքերով, որոնք չէին հասնում նրան։ Եվ տեսավ Վալենտինային։ Դեռ կանգնած այնտեղ, որտեղ եղել էր, դեմքը հիմա գունատ էր, աչքերը լայն բացված, կարծես վերջապես հասկանում էր, թե ինչ էր արել։ Բայց այնտեղ զղջում չկար։ Այնտեղ վախ կար։ Հետանքներից վախ։ Էդուարդը հայտնվեց, մարդկանց հրելով Մարինեին հասնելու համար։ Բայց երբ նա ծնկի իջավ նրա կողքին, դա չէր ստուգելու համար, թե արդյոք նա լավ է։ Նրա ձեռքերը մեխանիկորեն դիպան նրան, մինչ նրա աչքերը ցրվում էին սրահով, հաշվարկելով իր հեղինակությանը հասցված վնասը։ Մարինեն տեսավ այն ճշգրիտ պահը, երբ նա որոշեց իր պատմությունը։ Նա սայթաքեց, ասաց Էդուարդը բավական բարձր, որպեսզի բոլորը լսեին։ Դա դժբախտ պատահար էր։ Նա սայթաքեց զգեստի վրա։ Մարինեն փորձեց բողոքել, փորձեց ասել ճշմարտությունը, բայց ցավը խլում էր նրա խոսքերը։ Նա նայեց ամուսնու աչքերին, տեսավ մի անծանոթի։ Մի մարդու, ով կարող էր ստել, մինչ ինքը արյունահոսում էր հատակին։ Մի մարդու, ով ավելի շատ անհանգստացած էր արտաքինով, քան կնոջ դստեր կյանքով։ Մեկը շտապօգնություն կանչեք, բղավեց մի ձայն։ Ես արդեն զանգել եմ, պատասխանեց մեկ ուրիշը։ Մարինեն զգաց, որ ձեռքերը դիպչում են իրեն, ստուգելով նրա զարկերակը, նրա շնչառությունը։ Մի կին ծնկի իջավ նրա կողքին, Էդուարդին հեռացնելով պրոֆեսիոնալ վճռականությամբ։ Ես բժիշկ եմ։ Խնդրում եմ, տեղ տվեք։ Բժիշկն ուներ բարի աչքեր, հաստատուն ձեռքեր։ Նա Մարինեի հետ խոսեց ցածր հանգիստ ձայնով։ Դուք լավ եք։ Օգնությունը գալիս է։
Ձեր երեխան լավ է։ Դուք պետք է հանգիստ մնաք նրա համար։ Մարինեն ուզում էր հավատալ։ Ուզում էր հավատալ, որ իր դուստրը պաշտպանված է, որ ամեն ինչ լավ կլինի, որ այդ մղձավանջը կավարտվի, ինքը կարթնանա իր սենյակում, հղի, բայց ապահով։ Բայց ցավը չափազանց իրական էր։ Արյունը չափազանց իրական էր։ Էդուարդի հայացքը, մինչ նա նյարդայնորեն ծիծաղում էր հյուրերին հանգստացնելու համար, չափազանց իրական էր։ Նա լսեց ծիծաղը։ Բարձր տեղից դուրս։ Էդուարդը ծիծաղում էր։ Ծիծաղում էր, մինչ ինքը հատակին էր, վիրավոր արյունահոսող։ Ծիծաղում էր, կարծես դա ամոթալի էր, բայց ոչ լուրջ։ Կարծես իր ընկած կինը պարզապես անհարմարություն էր իր կատարյալ գիշերում։ Սրահը սկսեց պտտվել։ Լույսերը դարձան ոսկեգույն բծեր։ Ձայները խառնվեցին անհասկանալի բզզոցի։ Մարինեն պայքարում էր աչքերը բաց պահելու, գիտակից մնալու, իր դստերը չլքելու համար։ Բայց խավարը կանչում էր, խոստանալով թեթություն ցավից, փախուստ նվաստացումից։ Նախքան ենթարկվելը, Մարինեն ունեցավ մեկ վերջին պարզ միտք։ Նա տեսավ Կլարային միջոցառման աշխատակցուհուն, որը բռնած էր իր բջջային հեռախոսը։ Էկրանը փայլում էր, ձայնագրման կարմիր կոճակը հստակ տեսանելի էր։ Կլարան ձայնագրել էր ամեն ինչ։ Յուրաքանչյուր թունավոր խոսք։ Յուրաքանչյուր դաժան շարժում։ Հարվածը։ Անկումը։ Արյունը։ Ծիծաղը։ Մարինեն փորձեց ժպտալ, բայց ուժ չուներ։ Նա պարզապես փակեց աչքերը, թույլ տալով խավարին իրեն պատել, վստահ լինելով, որ ճշմարտությունը ֆիքսվել էր։ Ճշմարտությունը, որը Էդուարդը կփորձեր թաքցնել։ Ճշմարտությունը, որը Վալենտինան կհերքեր։ Բայց ճշմարտությունը այնտեղ էր, ձայնագրված պիքսելներով բայթերով, սպասելով լույս աշխարհ գալուն։ Շտապօգնության աշխատակիցները հայտնվեցին շարժման արդյունավետության պայթյունով։ Մարինեն զգաց, որ իրեն բարձրացնում են, դնում պատգարակի վրա, ծածկում ջերմային ծածկոցներով։ Արտակարգ լույսերը թարթում էին։ Ռադիոները ջրջռում էին բժշկական ժարգոնով։ Էդուարդը փորձեց բարձրանալ շտապօգնության մեքենա, բայց բժիշկը, ով օգնություն էր ցույց տվել Մարինեին, կանգնեցրեց նրան։ Միայն անմիջական ընտանիքը, ասաց նա վճռականորեն։ Ես ամուսինն եմ, բողոքեց Էդուարդը։ Իսկ ես մանկաբարձն եմ։ Նրան հիմա հանգիստ է պետք։ Դուք կարող եք հետել ձեր մեքենայով։ Շտապօգնության մեքենայի դուռը փակվեց, կտրելով Էդուարդին այդ սարսափների սրահը Մարինեի տեսադաշտից։ Նա վերջապես ապահով էր, առնվազն առայժմ։ Մանկաբարձը բռնեց նրա ձեռքը, մարդկային հպում շարժվող շտապօգնության մեքենայի մեխանիկական քաոսի մեջ։ Իմ անունը Սեսիլիա է, ասաց բժիշկը։ Եվ ես կհոգամ ձեր մասին։ Ձեր երկուսիդ մասին։ Մարինեն արթնացավ սրտի մոնիտորների ձայնից հիվանդանոցի բնորոշ հոտից, որը ոչ մի մաքրող միջոց չի կարող ամբողջությամբ քողարկել։ Նրա կոպերը ծանր էին, ինչպես կապարը։ Յուրաքանչյուր փորձ, դրանք ամբողջությամբ բացելու, հանգեցնում էր հրաժարման։ Լույսը չափազանց ուժեղ էր։ Աշխարհը չափազանց իրական էր։ Եվ նա դեռ պատրաստ չէր դրան դիմակայել։ Բայց իրականությունը չի սպասում։ Մարինեն ուժով բացեց աչքերը, տեսավ սպիտակ առաստաղ, այստեղ-այնտեղ բծերով հին արտահոսքերից, որոնք ձևորում էին աբստրակտ նախշեր։ Նա դանդաղ շրջեց գլուխը, յուրաքանչյուր շարժումը բանակցություն էր գանգի մեջ բաբախող ցավի հետ։ Մարմնի աջ կողմը բաբախում էր, հիշեցնելով անկման, սառը մարմարի, արյան մասին։ Արյունը։ Դուստրը։ Մարինեն խուճապահար ձեռքերը տարավ որովայնին, փնտրելով ծանոթ կորությունը։ Այնտեղ էր։ Որովայնը շարունակում էր դուրս ցցված մնալ սպիտակ հիվանդանոցային սավանի տակ։ Նա նրբորեն սեղմեց շարժում զգաց։ Փոքր, բայց հստակ հարված։ Մարինեն սկսեց լաց լինել, թեթության արցունքները հոսելով քունքերով մինչ կորելը իր խառնաշփոթ մազերի մեջ։ Նա լավ է։ Ձայնը եկավ մահճակալի կողքի աթոռից։ Մարինեն շրջեց գլուխը, տեսավ դոկտոր Սեսիլիային այնտեղ նստած, սպիտակ խալաթով, որի տակ կարծես ճմրթված տոնական հագուստ էր։ Բժիշկն այլս չուներ երեկույթի կատարյալ կեցվածքը։ Նա հոգնած տեսք ուներ, ինչպես մեկը, ով գիշերն անցկացրել էր արթուն։ Ձեր դուստրը լավ է, կրկնեց դոկտոր Սեսիլիան, բարձրանալով մոտենալով մահճակալին։
Սրտի կայուն բաբախումներ, պտղի նորմալ շարժումներ։ Դուք լուրջ կապտուկ ունեիք ազդրի վրա փոքր գանգուղեղային տրավմա, բայց ոչինչ, որը կվտանգի հղիությունը։ Արյունահոսությունը մակերեսային էր, պլացենտայի փոքր անջատումից, որն արդեն կայունացել է։ Մարինեն փորձեց խոսել, բայց նրա կոկորդը չոր էր, ինչպես հղկաթուղթը։ Դոկտոր Սեսիլիան նկատեց ծղոտով մի բաժակ ջուր առաջարկեց։ Մարինեն ագահորեն խմեց, թարմ հեղուկը թեթացրեց անհանգստությունը։ Որքան ժամանակ, Մարինեն կարողացավ շշնջալ։ Որքան ժամանակ եմ եղել անգիտակից վիճակում։ Գրեթե 8 ժամ։ Դուք այստեղ եք հասել երեկոյան 11-ի սահմաններում։ Հիմա առավոտյան գրեթե 7-ն է։ Մենք ստիպված էինք անել որոշ հետազոտություններ, շտապ ուլտրաձայնային հետազոտություն, ռենտգեն։ Մենք ուզում էինք համոզվել, որ դուք երեխան կայուն եք, նախքան ձեզ թույլ տալը բնականաբար արթնանալ։ Մարինեն դանդաղ մարսեց տեղեկատվությունը։ 8 ժամ։ Ամբողջ գիշեր անցել էր։ Ամբողջ գիշեր, երբ աշխարհը շարունակում էր պտտվել, մինչ ինքը անգիտակից էր։ Էդուարդ, ասաց նա հանկարծ։ Իմ ամուսինը։ Նա այստեղ է։ Ինչ-որ բան անցավ դոկտոր Սեսիլիայի դեմքով։ Մի ստվեր, որը կարող էր լինել անհավանություն կամ պարզապես պրոֆեսիոնալ անհանգստություն։ Նա սպասասրահում է։ Այստեղ է հասել շտապ օգնության մեքենայից անմիջապես հետո։ Նա պնդում էր ձեզ տեսնել, բայց ես թույլ չտվեցի այցելություններ, մինչ դուք արթնանաք, ես կարողանամ գնահատել ձեր վիճակը։ Շնորհակալություն, ասաց Մարինեն, իսկապես երախտապարտ էր։ Էդուարդին տեսնելու, նրա հետ գործ ունենալու գաղափարը, մինչդեռ այդքան խոցելի էր, նրան սարսափով էր լցնում։ Սենյակի դուռը բացվեց, մի բուժքույր մտավ, հիվանդանոցային նախաճաշի սկուտեղ բերելով։ Նա ժպտաց Մարինեին, այդ պրոֆեսիոնալ ժպիտը, որին բուժքույրերը տիրապետում են, սկսեց ստուգել մոնիտորները կարգավորել կաթիլայինը։ Դոկտոր Սեսիլիան լուր դիտեց, ապա կրկին ուշադրությունը դարձրեց Մարինեին։ Կա մեկ այլ բան, որը դուք պետք է իմանաք։ Տեսանյութ կար։ Մարինեն զգաց, որ սիրտը արագանում է։ Մահճակալի կողքի մոնիտորը սկսեց ավելի արագ բիպել։ Տեսանյութ։ Միջոցառման աշխատակցուհին ձայնագրել է, թե ինչ է տեղի ունեցել։ Անկումը, այն, ինչ հանգեցրել է դրան, ամեն ինչ։ Տեսանյութը հրապարակվել է սոցիալական ցանցերում մոտ 3 ժամ առաջ։ Այն արագորեն տարածվում է։ Մարինեն չգիտեր, ծիծաղել, թե լաց լինել։ Կլարա։ Աշխատակցուհին բարի աչքերով զգույշ բջջային հեռախոսով։ Նա դա արել էր։ Նա ձայն էր տվել Մարինեին, երբ նա չէր կարող խոսել իր համար։ Կարող եմ տեսնել։ Դոկտոր Սեսիլիան տատանվեց։ Վստահ չեմ, որ հիմա լավ գաղափար է։ Դուք պետք է հանգստանաք, ճնշումը կայուն պահեք։ Խնդրում եմ, պնդեց Մարինեն։ Պետք է իմանամ, թե ինչ է կատարվում դրսում։ Պետք է իմանամ ճշմարտությունը, որը մարդիկ տեսնում են։ Բժիշկը հառաչեց, բայց վերցրեց իր բջջային հեռախոսը։ Նա մի քանի անգամ դիպավ էկրանին, ապա հեռախոսը տվեց Մարինեին։ Տեսանյութը սկսեց նվագել։ Մարինեն տեսավ իրեն, դեղին հագուստով, փորձելով հեռանալ Վալենտինայից։ Տեսավ դաժան խոսքերը, որոնք արտասանվում էին զարմանալի պարզությամբ որսալով հեռախոսի խոսափողով։ Տեսավ այն պահը, երբ փորձեց նստել, Վալենտինան առաջ շարժվեց, աթոռի հարվածը։ Ձայնագրման անկյունը կատարյալ էր։ Ոչ մի կասկած չկար մտադրության մասին։ Հնարավոր չէր պատահար պնդել։ Շարժումը միտումնավոր էր, բռնի, հաշվարկված։ Եվ հետո եկավ անկումը։ Մարինեն տեսավ իր սեփական մարմինը հարվածելիս հատակին, տեսավ դեղին զգեստը տարածվելիս, տեսավ այն պահը, երբ բնազդաբար ձեռքերը դրեց որովայնին պաշտպանության համար։ Եվ հետո եկավ ամենավատը։ Էդուարդը տեսարան մտնելիս։ Նրա խոսքերը հստակ հնչում էին։ Նա սայթաքեց։ Դա դժբախտ պատահար էր։ Եվ ծիծաղը։ Այդ նյարդային, տեղից դուրս, դաժան ծիծաղը իր համատեքստում։ Տեսանյութը շարունակվում էր, ցույց տալով Մարինեին հատակին, արյունը սկսում էր բիծ դնել դեղին զգեստի վրա, մինչ Էդուարդը ծիծաղում էր փորձում հանգստացնել հյուրերին, կարծես դա պարզապես փոքր անհարմարություն էր։ Մարինեն վերադարձրեց հեռախոսը, այլս չկարողանալով դիտել։ Արցունքները հիմա ազատորեն հոսում էին։ Դրանք ֆիզիկական ցավի արցունքներ չէին, այլ ավելի խորը ցավի։
Ցավը տեսնելու իր նվաստացումը ֆիքսված բացահայտված աշխարհի համար։ Ցավը տեսնելու իր ամուսնության մերկ ճշմարտությունը, այն մարդու մասին, ով երդվել էր սիրել պաշտպանել նրան։ Քանի՞ մարդ է դա տեսել, հարցրեց Մարինեն դողացող ձայնով։ Միլիոնավոր, նրբորեն պատասխանեց դոկտոր Սեսիլիան։ Եվ թիվը շարունակում է աճել։ Կան հեշթեգներ, սոցիալական շարժումներ, բողոքի ցույցեր են կազմակերպվում։ Ձեր պատմությունը շատ զգայուն նյարդ է շոշափել։ Մարինեն չգիտեր, թե ինչպես վերաբերվել դրան։ Նրա մի մասը երախտապարտ էր վավերացման ապացույցի համար, որ ինքը խելագար չէր, որ իր կրած բռնությունը իրական էր տեսանելի։ Մյուս մասը իրեն բացահայտված էր զգում այնպես, ինչպես երբեք չէր պատկերացրել։ Նրա ամենավատ գիշերը հիմա հասանելի էր հանրային վերլուծությանը, քննարկվելով անծանոթների կողմից համացանցում։ Սենյակի դուռը կրկին բացվեց, այս անգամ ավելի ուժով։ Էդուարդը ներս մտավ, նախքան որը մեկը կկարողանար կանգնեցնել նրան։ Նա դեռ կրում էր նախորդ գիշերվա սմոքինգը, հիմա ճմրթված թուլացած փողկապով։ Նրա աչքերը կարմրած էին, միգուցե քնի պակասից կամ միգուցե արցունքներից։ Մարինեն այլս չէր կարողանում տարբերել, թե ինչն էր նրա մեջ իրական, ինչը կատարում։ Մարինե, սկսեց նա, նրա ձայնը լի էր հուզմունքով, որը փորձված էր թվում։ Շնորհակալություն Աստծուն, որ լավ ես։ Ես այդքան անհանգստացած էի։ Դոկտոր Սեսիլիան դիրքավորվեց Էդուարդի մահճակալի միջ, զգույշ, բայց ամուր ֆիզիկական արգելք։ Պարոն Մենդեսյան, ես խնդրեցի սպասել, մինչ ես թույլ տամ այցելություններ։ Իմ հիվանդին հանգիստ է պետք։ Նա իմ կինն է, ասաց Էդուարդը, փորձելով շրջանցել բժշկին։ Ես իրավունք ունեմ տեսնել նրան։ Ոչ, երբ դա վտանգում է նրա երեխայի առողջությունը։ Եվ հատկապես ոչ, երբ ընթացքի մեջ են իրավական հարցեր։ Էդուարդը կանգ առավ, նրա դեմքը ստացավ զգուշորեն հաշվարկված տագնապի արտահայտություն։ Իրավական հարցեր։ Ինչի՞ մասին եք խոսում։ Դուռը կրկին բացվեց։ Այս անգամ ներս մտավ բարձրահասակ, ճերմակահեր մի մարդ, ուղիղ կեցվածքով աչքերով, որոնք Մարինեն կճանաչեր ցանկացած վայրում։ Նրա սիրտը մի բաբախում կանգ առավ, նախքան արագանալը։ Դոկտոր Հենրիկ Սարգսյան։ Նրա հայրը։ Մարդը, ում հետ նա 3 տարի չէր խոսել։ Մարդը, ում զգուշացումները նա անտեսել էր։ Մարդը, ում նա ամենաշատն էր կարիք զգում, ամենաշատն էր վախենում տեսնելուց։ Հայրիկ, շնջաց Մարինեն, բառը դուրս գալով որպես խոստովանություն ներողություն միաժամանակ։ Դոկտոր Հենրիկը երկար ու վճռական քայլերով անցավ սենյակը։ Նա չնայեց Էդուարդին, ընդհանրապես չճանաչեց նրա ներկայությունը։ Նրա աչքերը հառած էին միայն Մարինեին։ Երբ նա հասավ մահճակալի կողքին, նրա դողացող ձեռքերը դիպան դստեր դեմքին այնպիսի քնքշությամբ, որը Մարինեին ամբողջությամբ կոտրեց։ Իմ աղջիկ, ասաց նա, նրա ձայնը խռպոտ էր զսպված հուզմունքից։ Ինչ են արել քեզ։ Մարինեն չկարողացավ պատասխանել։ Նա պարզապես լաց էր լինում, խորը հեկեկոցներով, որոնք ցնցում էին նրա մարմինը կրկին ստիպում մոնիտորին ազդանշան տալ։ Դոկտոր Սեսիլիան շարժվեց միջամտելու, բայց դոկտոր Հենրիկը ժեստով կանգնեցրեց նրան։ Ամեն ինչ լավ է, նրբորեն ասաց նա։ Նա պետք է լաց լինի։ Պետք է ազատի դա։ Էդուարդը վերջապես գտավ իր ձայնը։ Դոկտոր Սարգսյան, ամենայն հարգանքով, չգիտեմ, թե ինչ եք անում այստեղ։ Մարինեն, ես կարող ենք լուծել մեր խնդիրները մասնավոր կերպով։ Դոկտոր Հենրիկը վերջապես շրջվեց դեպի Էդուարդը։ Այն հայացքը, որ նա նետեց, սառն էր, ավելի սառը, քան Մարինեն երբե տեսել էր։ Մասնավոր կերպով լուծել։ Ինչպես լուծեցիք 3 գիշեր։ Երբ իմ դուստրը արյունահոսում էր հատակին, մինչ դուք ծիծաղում էիք Երանի էլիտայի համար։ Դա դժբախտ պատահար էր, պնդեց Էդուարդը, բայց նրա ձայնը կորցրել էր համոզմունքը։ Կա տեսանյութ, որը հակառակն է ասում։ Տեսանյութ, որը ցույց է տալիս, թե ինչ եք արել դուք ձեր սիրուհին։ Տեսանյութ, որը միլիոնավոր մարդիկ արդեն դիտել են։ Եվ ավելին կա։ Կան հաղորդագրություններ, խոսակցություններ, որոնք այս պահին հետաքննվում են։ Դուք կարծում եք, որ կարող եք ամեն ինչ վերահսկել փողով ազդեցությամբ, բայց կհայտնաբերեք, որ կան սահմաններ նույնիսկ այն իշխանության համար, որը կարծում եք, որ ունեք։ Էդուարդը գունատվեց։ Հաղորդագրություններ։ Ինչ հաղորդագրություններ։
Դրանք, որոնք դուք Վալենտինան փոխանակել եք վերջին ամիսներին։ Պլանավորելով, դավադրելով, կարծելով, որ դուք բոլորից խելացի եք։ Ոստիկանությունն արդեն մուտք ունի դրանց դատարանի որոշման շնորհիվ, որը ես ստացա այս առավոտ։ Մարինեն զարմացած նայեց հորը։ Ինչպես էր նա կարողացել այդքան արագ գործել։ Ինչպես էր նա ճշգրիտ իմանում, թե ինչ անել։ Բայց հետո հիշեց, թե ով էր նա։ Դոկտոր Հենրիկ Սարգսյանը պարզապես պաշտոնաթող դատավոր չէր։ Նա տասնամյակների փորձ ունեցող մարդ էր, կապերով ամբողջ դատական համակարգում, գիտելիքներով, թե ինչպես են գործում օրենքները, ինչպես է արդարությունը շարժվում։ Էդուարդը մեկ քայլ հետ արեց, ապա մեկ այլ։ Նրա դիմակը սահում էր, բացահայտելով տակին թաքնված խուճապը։ Սա անհեթեթություն է։ Այդ հաղորդագրություններում ոչինչ չկա, որը մեղադրական լինի։ Դա պարզապես վեճ էր, որը դուրս եկավ վերահսկողությունից։ Մի վեճ, որտեղ ձեր սիրուհին հարձակվեց իմ հղի դստեր վրա։ Որտեղ դուք ծիծաղեցիք նրա ցավի վրա։ Որտեղ դուք փորձեցիք դա պատահար ներկայացնել, ձեր հեղինակությունը պաշտպանելու համար։ Դոկտոր Հենրիկը առաջ շարժվեց, ստիպելով Էդուարդին էլ ավելի հետ քաշվել։ Դուք այլս չեք մոտենա իմ դստերը։ Դուք չեք ազդի ոչ մի բժշկական որոշման վրա։ Եվ դուք կպատասխանեք այն ամենի համար, ինչ արել եք։ Էդուարդը նայեց Մարինեին, փնտրելով աջակցություն կամ միգուցե ողորմություն։ Բայց Մարինեն շեղեց հայացքը։ Նա այլս ոչինչ չուներ նրան տալու։ Ոչ մի խոսք։ Ոչ մի մխիթարություն։ Ոչ մի երկրորդ հնարավորություն։ Նա ծիծաղել էր, մինչ ինքը արյունահոսում էր։ Նա ընտրել էր պաշտպանել իր կերպարը, կնոջ կյանքը պաշտպանելու փոխարեն։ Նա ցույց էր տվել, թե ով է ինքը, Մարինեն վերջապես հստակ տեսնում էր։ Դուրս եկեք, ասաց Մարինեն, նրա ձայնը թույլ, բայց ամուր էր։ Դուրս եկեք, մի վերադարձեք։ Էդուարդը բացեց բերանը վիճելու համար, բայց Մարինեի դեմքի ինչ-որ բան կանգնեցրեց նրան։ Միգուցե դա նրա աչքերի սառնությունն էր, այնքան տարբեր այն կնոջից, ում նա ճանաչել էր։ Կամ միգուցե դա դոկտոր Հենրիկի ներկայությունն էր, հիշեցում, որ Մարինեն այլս մենակ խոցելի չէր։ Նա տատանվեց, ապա շրջվեց դուրս եկավ, դուռը փակվելով նրա հետից վերջնական կտտոցով։ Սենյակում լռություն տիրեց, բացառությամբ մոնիտորների մշտական բիպերի։ Դոկտոր Հենրիկը կրկին ուշադրությունը դարձրեց Մարինեին, նրա ձեռքերը ամուր բռնած էին նրա ձեռքերը։ 3 օր անցավ բժշկական հետազոտությունների, փաստաբանների այցելությունների, հիվանդանոցի սենյակում խաղաղություն գտնելու անհաջող փորձերի մշուշի մեջ, որը կարծես ավելի ու ավելի էր փոքրանում։ Մարինեն մնում էր դիտարկման տակ, հիմնականում այն պատճառով, որ դոկտոր Սեսիլիան պնդում էր, որ տուն վերադառնալու լրացուցիչ սթրեսը կարող է վտանգել հղիությունը։ Բայց երկուսն էլ գիտեին, որ այլ պատճառ կար։ Մարինեն այլս տուն չուներ վերադառնալու։ Այն առանձնատունը, որը նա կիսել էր Էդուարդի հետ 5 տարի, այժմ բանտ էր թվում, որից նա հազիվ էր փախել։ Դոկտոր Հենրիկը ամեն առավոտ բերում էր իր նոութբուքը, դժկամորեն, բայց ազնիվորեն պատմելով, թե ինչ էր կատարվում դրսի աշխարհում։ Տեսանյութը դարձել էր վիրուսային ելույթ։ Ոչ միայն Հայաստանում, այլ միջազգային մակարդակով։ Թարգմանված ենթագրերով, քննարկված աշխարհի լրատվական հաղորդումներում։ Արյունով բծավորված դեղին զգեստը դարձել էր խորհրդանիշ։ Հեշթեգները բազմապատկվում էին։ Կանայք կիսվում էին բռնության նվաստացման իրենց պատմություններով։ Արվեստագետները ստեղծում էին արվեստ, ոգեշնչված տեսարանից։ Ակտիվիստները բողոքի ցույցեր էին կազմակերպում Էդուարդի առանձնատան նրա բիզնեսի գրասենյակի դիմաց։ Մարինեն դիտում էր բողոքի տեսանյութերը խառը զգացումներով։ Հարյուրավոր մարդիկ, հիմնականում կանայք, քայլում էին պաստառներով։ Ոմանք դեղին զգեստներ էին կրում, համերաշխության նշան։ Մյուսները կրում էին այդ սարսափելի պահի տպագիր լուսանկարներ, մեծացված այնքան, մինչ Մարինեի ցավի յուրաքանչյուր մանրամասն տեսանելի դառնար։ Նա պետք է աջակցություն զգար, վավերացված զգար։ Եվ մասամբ զգում էր։ Բայց նա իրեն բացահայտված էր զգում այնպես, ինչպես ոչ մի մարդ չպետք է զգա։ Նրա ամենավատ գիշերը հիմա սպառվում էր որպես զվարճանք, նույնիսկ եթե լավ մտադրություններով։ Կլարան, միջոցառման աշխատակցուհին, ով ամեն ինչ ձայնագրել էր, մեկ գիշերվա մեջ դարձել էր հանրային դեմք։ Նա հարցազրույցներ տվեց, բացատրելով, թե ինչու էր որոշել հրապարակել տեսանյութը։
Ես չէի կարող լռել, ասաց նա դրանցից մեկում, արցունքները հոսելով դեմքով։ Ես տեսա, թե ինչպես հարձակվեցին հղի կնոջ վրա, տեսա, թե ինչպես բոլորը ծածնում էին, թե ոչինչ չի եղել։ Ես տեսա նրա ամուսնու ծիծաղը։ Ես պետք է ինչ-որ բան անեի։ Եթե ես չանեի, այդ ճշմարտությունը կմահանար այդ սրահում։ Մարինեն դիտեց այդ հարցազրույցը դոկտոր Հենրիկի կողքին։ Նրա մի մասը ուզում էր շնորհակալություն հայտնել Կլարային։ Նրա մի մասը ուզում էր բղավել նրա վրա, այդքան մտերիմ բան առանց թույլտվության բացահայտելու համար։ Բայց ավելի մեծ մասը, այն մասը, որը հոգնած էր տարիների լռությունից, հնազանդությունից, ճանաչում էր, որ Կլարան արել էր այն, ինչ Մարինեն ինքը չէր համարձակվել անել։ Նա խոսել էր, երբ ոչ ոք չէր խոսի։ Վալենտինա Ազատյանը նույնպես լուրերում էր, թե շատ տարբեր պատճառներով։ Նա ձերբակալվել էր միջադեպից 48 ժամ հետո, պաշտոնապես մեղադրվելով ծանրացնող հանգամանքներով հարձակման համար։ Առանց գրավի իրավունքի, գործի ծանրության հանրային ճնշման պատճառով։ Նրան ոստիկանության կողմից տանելու կադրերը շրջանառվում էին նույնքան, որքան բնօրինակ տեսանյութը։ Վալենտինան թաքցնում էր դեմքը, փորձելով խուսափել տեսախցիկներից, բայց դա անօգուտ էր։ Նա ամենուր էր։ Կարմիր զգեստը, որը նա այդքան հպարտությամբ էր կրել, հիմա նրան նույնացնում էր որպես չարագործ մի պատմության մեջ, որը գիտեր ամբողջ Հայաստանը։ Բայց Վալենտինան լուրջ չմնաց։ Բանտախցից իր փաստաբանի միջոցով նա ներկայացրեց իր իրադարձությունների տարբերակը։ Դա իմպուլս էր, պնդում էր նա։ Անվերահսկելի զայրույթի պահ, պայմանավորված տարիներով այլ կին լինելու, միշտ թաքնված, միշտ երկրորդ տեղում։ Նա իրեն պատկերեց որպես հանգամանքների զոհ, մանիպուլյացիայի ենթարկված Էդուարդի կողմից հասցված սահմանին այն անհնարին իրավիճակով, որում նա հայտնվել էր։ Որոշ մարդիկ հավատացին պատմությանը։ Մյուսները դա համարեցին հետանքներից խուսափելու հուսահատ փորձ։ Էդուարդը իր հերթին փորձեց վերահսկել վնասը մի շարք հաշվարկված քայլերով։ Նախ եկավ հրապարակային հայտարարությունը, որը կարդաց նրա փաստաբանը Մամլո Ասուլիսում։ Նա խորին զղջում էր հայտնում, պնդում էր, որ ծիծաղել է նյարդային ցնցումից, հավերժ սեր էր հայտնում Մարինեի իրեն սպասվող դստեր հանդեպ։ Նա խոստանում էր անել ամեն ինչ, սխալը շտկելու համար։ Բայց Մարինեն Էդուարդին չափազանց լավ էր ճանաչում, որ է բառին հավատալու համար։ Եվ նրա կասկածը հաստատվեց, երբ նա դոկտոր Հենրիկի միջոցով իմացավ, որ Էդուարդը միաժամանակ փորձում էր գնել վկաների լռությունը։ Նա փող էր առաջարկել Կլարային, տեսանյութը հեռացնելու հերքելու համար։ Նա փորձել էր ճնշում գործադրել Գրանդ Պալատի վրա, ոչնչացնելու անվտանգության այլ ձայնագրություններ։ Նա փաստաբաններ էր ուղարկել, սպառնալու ցանկացած լրատվամիջոցի, որը կհամարձակվեր ենթադրել նախապատրաստում։ Էդուարդի Վալենտինայի միջ փոխանակված հաղորդագրությունները, որոնք ոստիկանությունը ձեռք էր բերել դատարանի որոշման միջոցով, էլ ավելի մռայլ պատկեր էին նկարում։ Խոսակցություններ կային այն մասին, թե ինչպես էր Մարինեն խոչընդոտ։ Ինչպես ավելի լավ կլիներ, եթե նա պարզապես անհետանար իրենց կյանքից։ Մեկ հատուկ հաղորդագրություն սառեցրեց Մարինեի արյունը, երբ դոկտոր Հենրիկը դժկամորեն ցույց տվեց նրան։ Նա պետք է ընկնի, գրել էր Վալենտինան միջոցառումից 3 շաբաթ առաջ։ Թող պատահար թվա։ Ոչ ոք չի հարցնի։ Հղի կանայք անշնորհք են։ Մարինեն կրկնակի անգամ կարդաց այդ հաղորդագրությունը, յուրաքանչյուր բառը ծակելով ավելի խորը։ Դա իմպուլս չէր եղել։ Դա պահի զայրույթ չէր եղել։ Դա պլանավորված էր եղել։ Նախապատրաստված։ Նրանք քննարկել էին, թե ինչպես վնասել նրան, ինչպես պատահական թվալ, ինչպես խուսափել հետանքներից։ Եվ այն պահին, երբ այդ գիշեր հնարավորությունը ի հայտ եկավ, Վալենտինան առանց հապաղելու բռնեց այն։ Էդուարդը դրանում անմեղ չէր։ Նրա պատասխանները Վալենտինայի հաղորդագրություններին խուսափողական էին, բայց խրախուսական։ Նա երբեք հստակ այո չէր ասել, բայց նա երբեք ոչ չէր ասել։ Նա գաղափարներ էր տնկել, սնուցել Վալենտինայի ատելությունը Մարինեի դեմ, ստեղծել միջավայր, որում այդ հարձակումը հնարավոր դարձավ։ Եվ երբ դա տեղի ունեցավ, նա ընտրեց պաշտպանել իրեն, կնոջը պաշտպանելու փոխարեն։ Դատախազությունը ամուր գործ էր կառուցում։ Ոչ միայն Վալենտինայի դեմ հարձակման համար, այլ պոտենցիալ Էդուարդի դեմ, որպես հանցակից։ Դոկտոր Հենրիկը բացատրեց, որ դժվար կլինի ապացուցել ուղղակի մասնակցությունը առանց խոստովանության, բայց հաղորդագրությունները հաստատում էին նախնական գիտելիք անուղղակի համաձայնություն։
Առնվազն դրանք դատարանին կցուցադրեին, թե ինչ տեսակի մարդ էր Էդուարդը։ Մարինեն ընդունում էր այցելուներ, զգուշորեն ստված իր հոր դոկտոր Սեսիլիայի կողմից։ Որոշ լրագրողներ փորձում էին ներս մտնել, քողարկվելով որպես բժիշկներ կամ ընտանիքի անդամներ, բայց հիվանդանոցի անվտանգությունը առավելագույն զգոնության մեջ էր։ Հիվանդանոցի տնօրենը լրատվամիջոցների ուշադրության տակ հատուկ պահակներ էր նշանակել Մարինեին պաշտպանելու համար։ Դա հանրային բարի կամքի ժեստ էր, որը նա ծառայում էր հիվանդանոցի շահերին, բայց Մարինեն երախտապարտ էր դրա ապահոված գաղտնիության համար։ Մի հատուկ այցելու զարմացրեց Մարինեին։ Կլարան մի կեսօր հայտնվեց, նյարդային տատանվող, թույլտվություն խնդրելով ներս մտնելու համար։ Դոկտոր Հենրիկը պատրաստ էր մերժելու, բայց Մարինեն համաձայնեց։ Նրան պետք էր խոսել այն կնոջ հետ, ով փոխել էր իր կյանքի ընթացքը։ Կլարան ներս մտավ, դեղին ծաղիկների փունջ բռնած, ձեռքերը թեթակի դողում էին։ Նա պետք է որ 25-ից ավելի չլիներ, երիտասարդ դեմքը նշանավորված խորը մուգ շրջանակներով։ Մարինեն նկատեց, որ այդ աղջիկը նույնպես տառապում էր իր քաջարի որոշման հետանքներից։ Կներեք, սկսեց Կլարան նույնիսկ նախքան նստելը։ Գիտեմ, որ պետք է թույլտվություն խնդրեի։ Գիտեմ, որ ձեզ բացահայտեցի այնպես, ինչը սարսափելի պետք է լիներ։ Բայց ես չէի կարող թույլ տալ, որ դա թաղվի։ Ոչ այն բանից հետո, ինչ տեսա։ Մարինեն ձեռքը մեկնեց, Կլարան բռնեց այն, երկուսն էլ բռնած էին միմյանց, ինչպես նավաբեկյալները փոթորկոտ ծովում։ Դուք արեցիք այն, ինչ ճիշտ էր, ասաց Մարինեն, զարմացած իր սեփական ձայնի ամրությունից։ Դուք ինձ ձայն տվեցիք, երբ ես չունեի։ Դուք ցույց տվեցիք ճշմարտությունը, երբ բոլորը ուզում էին ստել։ Մի ներողություն խնդրեք դրա համար։ Կլարան սկսեց լաց լինել, լուռ արցունքներով, որոնք հոսում էին առանց ձայնի։ Ես կորցրի իմ աշխատանքը։ Գրանդ պալատը ինձ հեռացրեց հաջորդ օրը։ Ասացին, որ խախտել եմ գաղտնիության պայմանները։ Եվ հիմա ոչ մի այլ տեղ չի ուզում ինձ աշխատանքի ընդունել։ Ես հարցազրույցներ ունեմ, երբ որոնում են իմ անունը, գտնում են տեսանյութը։ Որոշ տեղեր ասում են, որ հիանում են իմ քաջությամբ։ Մյուսները ասում են, որ ինձ չի կարելի վստահել։ Մարինեն զգաց, որ զայրույթը աճում է կրծքի մեջ։ Եվս մեկ կին պատժված, ճիշտը անելու համար։ Եվս մեկ մարդ տառապում, քանի որ համարձակվել էր մարտահրավեր նետել հաստատված իշխանությանը։ Դուք լավ կլինեք, խոստացավ Մարինեն, թե չգիտեր, թե ինչպես կկատարի այդ խոստումը։ Ես կապահովեմ, որ դուք լավ լինեք։ Նրանք խոսեցին 1 ժամ։ Կլարան պատմեց, թե ինչպես էր որոշել ձայնագրել, թե ինչպես էին իր ձեռքերը դողում, մինչ նա թաքցնում էր հեռախոսը, թե ինչպես էր գրեթե մի քանի անգամ հանձնվել։ Նա խոսեց այն ճնշման մասին, որը նա ստացել էր այդ ժամանակից ի վեր։ Դատական հայցերի սպառնալիքներ։ Ատելության հաղորդագրություններ Էդուարդի Վալենտինայի կողմնակիցներից։ Բայց նա աջակցության հաղորդագրություններ։ Հազարավոր կանայք շնորհակալություն էին հայտնում իր քաջության համար։ Կազմակերպություններ առաջարկում էին օգնություն պաշտպանություն։ Երբ Կլարան հեռացավ, Մարինեն իրեն ավելի քիչ մենակ զգաց։ Այս պայքարում դաշնակիցներ կային։ Մարդիկ, ովքեր պատրաստ էին ամեն ինչ ռիսկի դիմել ճշմարտության համար։ Եվ եթե Կլարան կարող էր քաջ լինել, Մարինեն նույնպես կարող էր։ Նա խնդրեց դոկտոր Հենրիկին բերել իր սեփական հեռախոսը, որն անջատված էր եղել միջադեպի գիշերվանից։ Երբ նա միացրեց այն, ծանուցումները պայթեցին։ Հազարավոր հաղորդագրություններ։ Որոշները աջակցության, մյուսները ատելության։ Մարինեն անտեսեց բոլորը, բացեց իր սոցիալական ցանցերը։ Վերջին բանը, որ նա տեղադրել էր, իր Էդուարդի լուսանկարն էր 3 շաբաթ առաջ, ժպտալով ճաշի ժամանակ։ Սուտը սառեցված պիքսելներում։ Մարինեն երկար նայեց այդ պատկերին, ապա սկսեց մուտքագրել։ Դա երկար հայտարարություն չէր լինի։ Դա դրամատիկ կամ սենսացիոն չէր լինի։ Դա պարզապես ճշմարտությունն էր լինելու, իր սեփական խոսքերով։ Իմ անունը Մարինե Մենդեսյան է։ Դուք հավանաբար ինձ ճանաչում եք որպես դեղին զգեստով կին։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլորին ճնշող աջակցության համար։ Ցանկանում եմ, որ իմանաք, որ իմ դուստրը ես ապաքինվում ենք։ Եվ ցանկանում եմ, որ իմանաք, որ ես այլս լուր չեմ մնա։ Երկար ժամանակ ես կուլ էի տալիս ցավը ձացնում, թե ամեն ինչ լավ է։ Ես այլս դա չեմ անի։
Ճշմարտությունը անհարմար է։ Ճշմարտությունը դգեղ է։ Բայց ճշմարտությունը անհրաժեշտ է։ Եվ ժամանակն է պատմել իմը։ Նա տեղադրեց առանց վերընթերցելու, առանց կասկածների ժամանակ տալու։ Պատասխանը անմիջական էր ճնշող։ Հազարավոր մեկնաբանություններ րոպեների ընթացքում։ Բազմապատկվող տարածումներ։ Լրատվական միջոցներ վերցնում էին նրա հայտարարությունը ուժեղացնում։ Մարինեն վերջապես գտել էր իր ձայնը, աշխարհը լսում էր։ Այդ գիշեր, մենակ իր հիվանդանոցի սենյակում, երբ դոկտոր Հենրիկը տուն էր գնացել հանգստանալու, Մարինեն ձեռքերը դրեց որովայնին, խոսեց իր մեջ աճող դստեր հետ։ Ես ուժեղ կլինեմ քեզ համար, շշնջաց նա։ Ես կպայքարեմ քեզ համար։ Եվ ես կապահովեմ, որ դու մեծանաս մի աշխարհում, որտեղ ոչ մի կին կարիք չունի ընկնելու, որպեսզի մյուսներն իրենց հզոր զգան։ Խոստանում եմ։ Հիվանդանոցից դուրս գրվելուց 2 շաբաթ անց Մարինեն բնակություն հաստատեց իր հոր տանը, Երանի հանգիստ Ավան թաղամասում։ Բնակարանը համեստ էր, համեմատած այն առանձնատան հետ, որը նա կիսել էր Էդուարդի հետ, բայց այն ուներ մի բան, որը շքեղությունը երբեք չէր ապահովել՝ խաղաղություն։ Սենյակները հին գրքերի թարմ սուրճի հոտ ունեին։ Պատուհաններից տեսարան էր բացվում դեպի այգի, որտեղ արածակին ճռվողյուն էին անում թռչունները։ Եվ լռություն կար։ Թանկարժեք լռություն, որը թույլ էր տալիս Մարինեին մտածել, մարսել, սկսել բուժվել։ Դոկտոր Հենրիկը ամեն առավոտ բերում էր իր նոութբուքը, գործը պատրաստելու համար իմպրովիզացված հրամանատարական կենտրոն դարձնելով գրասենյակը։ Նա աշխատում էր երիտասարդ, բայց փայլուն փաստաբանների թիմի հետ, բոլորն էլ ընտրված էին իրենց հեղինակության ազնվության համար։ Մարինեն ժամեր էր անցկացնում այնտեղ, վերանայելով ցուցմունքները, վերլուծելով ապացույցները, պատրաստվելով դատավարությանը, որն արագորեն մոտենում էր։ Հանրային ճնշումն արագացնում էր գործընթացները, որոնք սովորաբար ամիսներ կտեին։ Ամբողջ Հայաստանը ցանկանում էր տեսնել, թե ինչպես է արդարությունը կատարվում, դատական համակարգը արձագանքում էր պահանջին։ Վալենտինան մնում էր կալանքի տակ, նրա գրավը բազմիցս մերժվել էր։ Նրա փաստաբանը փորձել էր բոլոր անկյունները։ Նա պնդում էր, որ նա փախուստի վտանգ չի ներկայացնում։ Նա պնդում էր, որ կանխարգելիչ կալանքը անհարկի է։ Բայց յուրաքանչյուր փորձ արգելափակվում էր ապացույցների ծանրությամբ հազարավորների հավաքական ձայնով, որոնք պահանջում էին հաշվետվողականություն։ Մարինեն ուրախություն չէր զգում Վալենտինայի տառապանքից։ Նա զգում էր միայն անխուսափելիության դատարկ զգացում։ Այդ կինը ընտրել էր իր ուղին, հիմա քայլում էր դեպի իր հետանքները։ Էդուարդը բախվում էր այլ պայքարի։ Տեխնիկապես նա դեռ պաշտոնապես մեղադրված չէր, բայց հետաքննությունը առաջ էր ընթանում։ Նրա բիզնեսները տառապում էին։ Ներդրողները հեռանում էին։ Պայմանագրերը չեղյալ էին հայտարարվում։ Այն ապրանքանիշը, որը նա այդքան խնամքով էր կառուցել, քանդվում էր կտոր-կտոր հանրային կարծիքի դատարանի կողմից։ Նա փորձել էր հանդիպել Մարինեի հետ 3 անգամ, բոլորն էլ արգելափակվել էին դոկտոր Հենրիկի կողմից սահմանափակող հրամանով, որն արգելում էր նրան մոտենալ։ Փորձերը փաստագրվում էին, ավելացնելով ոտնձգությունների ահաբեկումների աճող ապացույցների կույտին։ Մի կեսօր գործի դատախազը այցելեց Մարինեին։ Դոկտոր Պատրիսիա Մուրադյանը հայտնի էր որպես անողոք, բայց արդար մի կին, ով բարձրացել էր տղամարդկանց կողմից գերիշխող կարիերայում մաքուր իրավասության վճռականության շնորհիվ։ Նա բերեց նոր ապացույցներ, որոնք հայտնաբերվել էին Էդուարդի Վալենտինայի սարքերի ավելի խորը հետաքննության ընթացքում։ Ավելի շատ հաղորդագրություններ կային։ Շատ ավելին։ Խոսակցություններ, որոնք թվագրվում էին գրեթե 1 տարի առաջ, Մարինեի հղիությունից շատ առաջ։ Էդուարդն ու Վալենտինան միասին պլանավորում էին ապագան։ Քննարկում էին, թե ինչպես ազատվել Մարինեից, առանց իրենց մեղքը թվալու։ Դիտարկում էին ամուսնալուծություն, բայց անհանգստացած էին գույքի բաժանումից։ Վալենտինան բազմիցս առաջարկում էր, որ Մարինեն պետք է դժբախտ պատահարի ենթարկվի։ Էդուարդը երբեք հստակ չհամաձայնեց, բայց նա երբեք չհուսահատեցրեց։ Միշտ պահպանում էր հավանական հեռավորություն։ Մարինեն լսում էր, թե ինչպես է դոկտոր Պատրիսիան բարձրաձայն կարդում հաղորդագրությունները, յուրաքանչյուր բառը ավելի խորը կտրում էր։ Իմանալ, որ իր ամուսնությունը կեղծիք էր, մի բան էր։ Իմանալ, որ իրեն քննարկում էին որպես վերացվելիք խնդիր, լիովին այլ բան էր։ Նա մտածեց բոլոր ընդհանուր ճաշերի, ապագայի մասին բոլոր խոսակցությունների, բոլոր այն պահերի մասին, երբ Էդուարդը քնքշորեն դիպչում էր նրան։
Ամեն ինչ սուտ էր։ Ամեն ինչ կատարում։ Բայց ավելին կար։ Դոկտոր Պատրիսյան բացահայտեց, որ քննիչները Վալենտինայի անցյալի մասին ինչ-որ բան էին հայտնաբերել, որը բացատրում էր, թե չէր արդարացնում նրա պահվածքի մի մասը։ Վալենտինան մեծացել էր խնամատար ընտանիքներում, երբեք մշտական ընտանիք չգտնելով։ Նրան բազմիցս մերժել էին, յուրաքանչյուր ընտանիք, որն ընդունում էր նրան, ի վերջո վերադարձնում էր համակարգին։ Մեծահասակ տարիքում նա մշակել էր պարտավորված տղամարդկանց հետ շփվելու ձը, միշտ փնտրելով այդ անհնարին հաստատումը, որ նա կընտրվի, որ նա կլինի առաջին ընտրությունը։ Էդուարդը շահագործում էր դա։ Հաղորդագրությունները ցույց էին տալիս, թե ինչպես էր նա սնուցում Վալենտինայի անվստահությունը, խոստանալով միասին ապագա, մինչ ապահովում էր, որ նա երբեք բավարար կայունություն չունենա նրան լքելու համար։ Դա հաշվարկված հոգեբանական մանիպուլյացիա էր։ Վալենտինան նրա զոհն էր նույնքան, որքան Մարինեն, թե նրա արձագանքները բռնությանը կտրուկ տարբեր էին։ Մարինեն անսովոր բան զգաց դա լսելիս։ Կարեկցանք։ Ոչ թե հարձակման համար։ Ոչ թե այն ցավի համար, որը Վալենտինան պատճառել էր։ Այլ կոտրված կնոջ համար, որին Էդուարդը վերածել էր զենքի մեկ այլ կնոջ դեմ։ Երկուսն էլ խաղի մասեր էին, որը նա խաղում էր իր հետ։ Տարբերությունն այն էր, որ Մարինեն ուժ էր գտնում դուրս գալու համար։ Վալենտինան դեռ գերված էր։ Նա կդատապարտվի, հարցրեց Մարինեն դոկտոր Պատրիսյային։ Իր արածի համար։ Անկասկած։ Ապացույցներն անհերքելի են։ Տեսանյութ, վկաներ, նախապատրաստված հաղորդագրություններ։ Նա տարիներ կանցկացնի բանտում։ Բայց դատախազը տատանվեց, Էդուարդի գործն ավելի բարդ է։ Նա չի իրականացրել հարձակումը։ Նա ֆիզիկապես ներկա չէր, երբ դա տեղի ունեցավ։ Նրա դերը օժանդակողի, խրախուսողի, դավադիրի էր։ Դա ավելի նուրբ է, ավելի դժվար է ապացուցել բանական կասկածից դուրս։ Մարինեն զգաց, որ հիասթափությունը աճում է։ Ուրեմն նա կարող է փախչել։ Ամեն ինչից հետո։ Ես չասացի, որ նա կփախչի։ Ես ասացի, որ դա բարդ է։ Բայց մենք ավելին ունենք։ Դոկտոր Պատրիսյան բացեց մի թղթապանակ, հանեց փաստաթղթեր։ Էդուարդը փորձել է կաշառել Կլարային։ Նա առաջարկել է 500,000 դրամ, որպեսզի նա ջնջի տեսանյութը հերքի, որ այն մանիպուլյացիայի է ենթարկվել։ Նա ձայնագրել է խոսակցությունը։ Եվ դա ավելացրած վկաներին ահաբեկելու փորձերին, մեղադրական հաղորդագրություններին, բնօրինակ տեսանյութում արձանագրված ծիծաղին, կարող է բավարար լինել դավադրության արդարությանը խոչընդոտելու համար։ Մարինեն դողացող ձեռքերով վերցրեց փաստաթղթերը։ Նա կարդաց Էդուարդի Կլարայի միջ խոսակցության տառադարձությունները։ Նա տեսավ, թե ինչպես էր նա փոփոխվում թաքնված սպառնալիքների առատաձեռն խոստումների մեջ։ Ինչպես էր նա փորձում ստիպել Կլարային հավատալ, որ ինքը պաշտպանում էր Մարինեին, թաքցնելով ճշմարտությունը։ Ինչպես էր նա իրեն ներկայացնում որպես հանգամանքների զոհ, լավ մարդ, ով սթրեսի պահին եզակի սխալ էր թույլ տվել։ Կլարանս մեկ անգամ քաջ էր, նրբորեն ասաց Մարինեն։ Նա մերժեց, փաստագրեց ամեն ինչ։ Նա հասկանում է, թե ինչ է վտանգված։ Եվ շատերի հակառակ, նա ընտրեց ճիշտ կողմը։ Դոկտոր Պատրիսյան դրեց փաստաթղթերը։ Եվս մեկ բան կա։ Մենք ուզում ենք, որ դուք ցուցմունք տաք։ Ոչ միայն այդ գիշերվա մասին, այլ ամուսնության մասին։ Վերահսկողության, մանիպուլյացիայի, էմոցիոնալ բռնության օրինաչափության մասին։ Դա կօգնի ստեղծել համատեքստ, ցույց տալ, որ այդ գիշերը մեկուսացված միջադեպ չէր, այլ տարիների գիշատիչ պահվածքի գագաթնակետը։ Մարինեն գիտեր, որ այդ պահը կգա։ Նա գիտեր, որ ստիպված կլինի նստել դատարանում բացահայտել իր կյանքի ամենամտերիմ ցավոտ մասերը հանրային դատի համար։ Գաղափարը սարսափեցնում էր նրան։ Բայց այլընտրանքը, Էդուարդին փախչել թույլ տալը, անընդունելի էր։ Ես ցուցմունք կտամ, ասաց նա ձայնով, որը զարմացրեց իր ամրությամբ։ Ես կպատմեմ ամեն ինչ։ Հաջորդ շաբաթներին Մարինեն աշխատեց տրավմայի մասնագիտացված հոգեբանի հետ, իր ցուցմունքը պատրաստելու համար։ Դոկտոր Ամանդա Ֆերոյանը բարի էր, բայց ուղղակի օգնելով Մարինեին կազմակերպել մասնատված հիշողությունները համահունչ պատմության մեջ։ Նրանք վերանայեցին այն պահերը, որոնք Մարինեն թաղել էր։ Առաջին անգամ, երբ Էդուարդը բղավեց նրա վրա աննշան բանի համար։
Այն անգամը, երբ նա ոչնչացրեց նվերը, որը Մարինեն տվել էր, քանի որ նրան դուր չէր եկել։ Այն գիշերները, երբ նա ուշ էր գալիս, Մարինեի օծանելիքի հոտը չկար առանց հապաղելու ստում էր։ Ընկերներից աստիճանական մեկուսացումը։ Ինքնագնահատականի համակարգված էրոզիան։ Էմոցիոնալ բռնության դասական օրինաչափություն, բացատրեց դոկտոր Ամանդան։ Նա ձեզ մեկուսացրեց, ստիպեց ձեզ կասկածել ձեր սեփական խելամտությանը, կախվածություն ստեղծեց։ Երբ դուք հղիացաք, նրա վերահսկողությունը վտանգված էր։ Երեխան նշանակում էր կապ նրանից դուրս ինչ-որ բանի հետ, նպատակ, որը նա չէր կարող մանիպուլյացիայի ենթարկել։ Ահա թե ինչու Վալենտինայի հետ հարաբերությունները սրվեցին հենց այն ժամանակ, երբ դուք հայտարարեցիք հղիության մասին։ Մարինեն երբեք դրան այդպես չէր մտածել։ Նա միշտ իրեն էր մեղադրել, ենթադրելով, որ բավականաչափ լավ չէր, որ հղիությունը նրան ավելի քիչ ցանկալի էր դարձրել։ Էդուարդի պահվածքը տեսնելը, թե ինչ էր իրականում, հաշվարկված մանիպուլյացիա, միաժամանակ ազատագրող կործանարար էր։ Մարինեի դուստրը շարունակում էր աճել, անտարբեր արտաքին աշխարհի քաոսի նկատմամբ։ Ուլտրաձայնային հետազոտությունները ցույց էին տալիս առողջ զարգացում։ Դոկտոր Սեսիլիան ուշադիր հետում էր, շաբաթական այցելելով, ապահովելու համար, որ սթրեսը չվնասի հղիությունը։ Երկու կանայք բարեկամություն զարգացրին, որը գերազանցում էր բժշկական հարաբերությունները։ Սեսիլիան կիսվում էր տրավման հաղթահարած այլ հիվանդների պատմություններով, առաջարկելով շոշափելի հույս, որ Մարինեն ոչ միայն կգոյատի, այլ կզարգանա։ Մի կեսօր դոկտոր Սեսիլիան բերեց 3 ուլտրաձայնային հետազոտություն։ Մարինեն առաջին անգամ զարմանալի պարզությամբ տեսավ դստեր դեմքը։ Փոքրիկ շրթունքներ, նուրբ քիթ, աչքերը փակ, հանգիստ քնի մեջ։ Արցունքները հոսեցին Մարինեի դեմքով, այս անգամ ոչ թե ցավից, այլ ճնշող սիրուց։ Այդ փոքրիկ կյանքը, պաշտպանված իր մեջ, բավարար պատճառ էր պայքարելու համար։ Բավարար պատճառ էր ցանկացած դատավարության, ցանկացած հանրային նվաստացման, ցանկացած ցավի դիմակայելու համար։ Ես նրան լույս կանվանեմ, որոշեց Մարինեն այդ պահին։ Դոկտոր Հենրիկը, ով դիտում էր սենյակի անկյունից, ժպտաց հպարտությամբ իր սեփական արցունքներով։ Կատարյալ անուն նրա համար, ով լույս բերեց մոր կյանքին։ Դատավարությունը նշանակվեց 3 շաբաթ անց։ Լրատվամիջոցները խելագարվեցին։ Տեսախցիկներն արդեն ճամբարել էին դատարանի շենքի դիմաց։ Հնարավոր դատավճիռների մասին շահարկումները գերիշխում էին լրատվական հաղորդումներում։ Իրավական փորձագետները քննարկում էին գործի յուրաքանչյուր անկյունը հեռուստահաղորդումներում։ Մարինեի դեղին զգեստը, որն այժմ մաքրվել վերականգնվել էր կամավոր դերձակուհու կողմից, կօգտագործվեր որպես ապացույց։ Մարինեն որոշեց, որ նա դեղին զգեստ կկրի ցուցմունքի օրը։ Ոչ նույնը, բայց նորը։ Խորհրդանիշ, որ ինքը այլս այն կինը չէր, ով ընկել էր այդ սառը հատակին։ Նա այն կինն էր, ով բարձրացավ։ Դատավարությունից 2 օր առաջ Մարինեն մղձավանջ տեսավ։ Երազում տեսավ, որ նա կրկին այդ սրահում է, դեղին զգեստը արյունով բծավորված, Էդուարդը ծիծաղում է, Վալենտինան հաղթական է։ Բայց այս անգամ, երբ նա ընկնում էր, հատակ չկար։ Միայն անվերջ խավար, կուլ տալով նրան դստերը միասին։ Նա արթնացավ բղավելով, սառը քրտինքը ծածկում էր նրա մարմինը։ Դոկտոր Հենրիկը վազեց սենյակ, լույսերը վառելով, ջուր բերելով։ Մարինեն լաց էր լինում նրա գրկում, ինչպես մանուկ հասակից չէր լացել։ Բոլոր զսպված հույզերը վերջապես թափվում էին։ Վախը, զայրույթը, ցավը, մեղքը, դստերը այդ ամենին ենթարկելու համար։ Դուք ամենաուժեղ կինն եք, ում ես ճանաչում եմ, շշնջաց դոկտոր Հենրիկը, շոյելով նրա մազերը։ Եվ երբ կարծում եք, որ այլս չեք կարողանում, ես այստեղ կլինեմ։ Ես միշտ այստեղ կլինեմ։ Ես թույլ չեմ տա, որ դուք կրկին ընկնեք։ Մարինեն հավատաց նրան։ Եվ առաջին անգամ երկար ժամանակ անց նա կարողացավ քնել մինչ արածակը, առանց մղձավանջների։ Երանի արդարադատության դատարանը երբեք նման շարժում չէր տեսել։ Հարյուրավոր մարդիկ կուտակվել էին աստիճանների վրա, մեծ մասը դեղին հագուստով կանայք։ Պաստառներ բարձրացված։ Համակարգված երգեր։ Էներգիան էլեկտրական էր, թրթռացող, պահանջկոտ։ Շենքի ներսում անվտանգության աշխատակիցները մարդկային միջանցք էին կազմել, պաշտպանելու գործին մասնակիցներին ամբոխներից, ովքեր ցանկանում էին ականատես լինել պատմության ստեղծմանը։ Մարինեն ժամանեց մուգ ապակիներով մեքենայով, ուղեկցությամբ դոկտոր Հենրիկի 2 մասնավոր անվտանգության աշխատակիցների։
Նա կրում էր պարզ, բայց էլեգանտ դեղին ամառային զգեստ, որն ընդգծում էր հիմա հղիության 8-րդ ամսում գտնվող որովայնը։ Նրա մազերը հավաքված էին հանգույցի մեջ, դիմահարդարումը նվազագույն, բացի վառ կարմիր շրթներկից, ուժի տեսանելիության միտումնավոր ընտրություն։ Երբ նա դուրս եկավ մեքենայից, ամբոխը պայթեց աջակցությունից։ Խրախուսանքի բացականչություններ, ծափահարություններ, կանայք լաց էին լինում։ Մարինեն գլխով արեց, ճանաչելով նրանց, ովքեր պայքարում էին իր կողքին, նույնիսկ առանց նրան անձամբ ճանաչելու։ Դատարանի դահլիճը լեփ-լեցուն էր։ Լրագրողները զբաղեցնում էին վերապահված տարածքը, տեսախցիկներին թույլատրվում էր ուղիղ հեռարձակում խիստ պայմաններով։ Դատավորը, դոկտոր Ռոբերտ Ֆարմանյանը, հայտնի էր որպես արդար, բայց խիստ։ Նա չէր հանդուրժի կրկես իր դատարանում, բայց նա չէր պաշտպանի հզորներին պարզապես իրենց սոցիալական դիրքի համար։ Նա հենց այն տեսակի դատավորն էր, որին Մարինեն կարիք ուներ։ Վալենտինային բերեցին առաջինը։ Նա պարզ հագուստ էր կրում, լիովին տարբեր այն կարմիր զգեստով կնոջից, ով հարձակվել էր Մարինեի վրա։ Առանց դիմահարդարման, մազերը հավաքված ցածր պոչով, նա փոքրացած, կոտրված էր թվում։ Երբ նրա աչքերը հանդիպեցին Մարինեի աչքերին, այնտեղ ինչ-որ բան կար, որը Մարինեն չէր սպասում տեսնել։ Իրական զղջում։ Դա ոչինչ չէր արդարացնում, բայց մարդկայնացնում էր Վալենտինային այնպես, ինչպես Մարինեն չէր կանխատեսել։ Էդուարդը ներս մտավ հաջորդը, շրջապատված թանկարժեք փաստաբանների թիմով։ Նա դեռ փորձում էր պահպանել իշխանության տեսքը, անթերի կոստյում, ուղիղ կեցվածք։ Բայց Մարինեն տեսնում էր ճաքերը։ Մուգ շրջանակները, որոնք դիմահարդարումը ամբողջությամբ չէր թաքցնում։ Այն ձ, թե ինչպես էին նրա ձեռքերը թեթակի դողում, նախքան դրանք ամուր խաչելը։ Մարդը, ով ծիծաղել էր նրա ցավի վրա, վախեցած էր, Մարինեն հայտնաբերեց, որ դրանից հաճույք չէր զգում։ Միայն դատարկ ընդունում, որ դա այն մարդն էր, ով կիսել էր իր կյանքը անկողինը 5 տարի։ Դատավարությունը սկսվեց ձականություններով։ Մեղադրանքները կարդացվեցին։ Վալենտինան պատասխանում էր ծանրացնող հանգամանքներով հարձակման, հղի կնոջը լուրջ ֆիզիկական վնաս պատճառելու փորձի նախապատրաստման համար։ Էդուարդը պատասխանում էր դավադրության, անօրինական վարքագիծ խրախուսելու արդարությանը խոչընդոտելու համար։ Մեղադրանքները լուրջ էին, պոտենցիալ հանգեցնելով տասնամյակների բանտարկության երկուսի համար։ Վալենտինայի պաշտպանությունը փորձեց առաջինը։ Նրա փաստաբանը, միջին տարիքի մի տղամարդ, հոգնած տեսքով, ով գիտեր, որ պարտված մարդ էր մղում, ներկայացրեց կրքոտ հանցագործության փաստարկը, սրված նախկին հոգեբանական վիճակով։ Նա բերեց հոգեբույժի, ով ցուցմունք տվեց Վալենտինայի տրավմատիկ պատմության մասին, անապահով կապվածության օրինաչափությունների մասին, թե ինչպես էր նա մանիպուլյացիայի ենթարկվել Էդուարդի կողմից խոցելի վիճակում։ Դա ճիշտ էր, բայց դա արդարացում չէր։ Մարինեն լսեց, թե ինչպես է հոգեբույժը խոսում այն մասին, թե ինչպես էր Վալենտինան հաստատում փնտրում անհասանելի տղամարդկանց միջոցով, թե ինչպես էր յուրաքանչյուր մերժում ամրապնդում մանկության տրավման, թե ինչպես էր Էդուարդը համակարգված շահագործում այդ խոցելիությունները։ Բայց ի վերջո, Վալենտինան ընտրություն էր կատարել։ Նա բազմաթիվ հնարավորություններ ուներ կանգ առնելու, օգնություն փնտրելու, այն իրավիճակը լքելու համար, որը ոչնչացնում էր բոլոր ներգրավվածներին։ Նա ընտրեց բռնությունը։ Այնուհետ եկավ Վալենտինայի ցուցմունքը։ Նա դողացող քայլերով բարձրացավ վկաների ամբիոն, նստելով կարգավորելով խոսափողը տեսանելիորեն դողացող ձեռքերով։ Երբ նա սկսեց խոսել, նրա ձայնը փոքր էր, այնքան տարբեր վիրուսային տեսանյութի ինքնավստահ կնոջից։ Ես սիրում էի նրան, սկսեց Վալենտինան, արցունքներն արդեն հոսում էին։ Այնքան շատ էի սիրում, որ դարձա մեկ այլ մարդ։ Նա ասում էր, որ կթողնի նրան, որ ինձ կընտրի, որ մենք պարզապես պետք է սպասեինք ճիշտ պահին։ Ամիսները վերածվեցին տարիների, ոչինչ չփոխվեց։ Երբ նա հղիացավ, ես իմացա, որ կորցրել եմ։ Բայց նա շարունակում էր ասել, որ դա ժամանակավոր է, որ հղիությունը ոչինչ չի փոխի մեր միջ։ Նա նկարագրեց, թե ինչպես էր Էդուարդը սնուցում իր խանդը, կիսվելով ամուսնական կյանքի մտերիմ մանրամասներով, որոնք Վալենտինային ստիպում էին իրեն ներառված զգալ, բայց նա տանջված։ Ինչպես էր նա ծիծաղում Մարինեի վրա, նվազեցնում նրան մասնավոր խոսակցություններում, ստիպում Վալենտինային հավատալ, որ Մարինեն խոչընդոտ էր, անձի փոխարեն։ Ինչպես էր նա աստիճանաբար Վալենտինայի դիֆուզ զայրույթը վերածում կենտրոնացված ատելության։ Բայց ես ընտրություն կատարեցի, շարունակեց Վալենտինան, առաջին անգամ ուղղակիորեն նայելով Մարինեին։
Ոչ ոք ինձ չստիպեց անել այն, ինչ արեցի։ Էդուարդը սերմեր տնկեց, բայց ես դրանք ջրեցի։ Ես թույլ տվեցի, որ ատելությունը աճի, մինչ մարդկային կարեկցանքը սպառելը։ Երբ ես տեսա նրան այդ գիշեր, հղի խոցելի, ես մարդ չտեսա։ Ես տեսա միայն այն ամենի խորհրդանիշը, ինչ ես չունեի։ Եվ ես ուզում էի ոչնչացնել այդ խորհրդանիշը։ Սենյակում բացարձակ լռություն տիրեց։ Վալենտինան խորը շունչ քաշեց, նախքան շարունակելը։ Ես չեմ կարող հետ գնալ։ Ես չեմ կարող վերացնել այն վնասը, որը պատճառեցի։ Բայց ես կարող եմ ճշմարտությունն ասել։ Էդուարդը գիտեր։ Ոչ թե հստակ, թե երբ կամ ինչպես, բայց գիտեր, որ ինչ-որ բան կպատահի։ Մենք խոսեցինք նրան ընկնելու մասին, պատահար թվալու մասին։ Նա երբեք ոչ չասաց։ Երբեք ինձ չկանգնեցրեց։ Եվ երբ դա տեղի ունեցավ, նա ծիծաղեց։ Ոչ թե նյարդայնությունից։ Նա ծիծաղեց, քանի որ կարծում էր, որ դա աշխատել է, որ խնդիրը լուծվել է։ Դատարանը պայթեց շշուկներից։ Դատավոր Ֆարմանյանը մուրճը հարվածեց, կարգուկանոն պահանջելով։ Էդուարդի փաստաբաններն անմիջապես առարկեցին, պնդելով, որ հանցակցի ցուցմունքը առանց հաստատման անթույլատրելի է։ Բայց դոկտոր Պատրիսյան արդեն ուներ հաստատում։ Հաղորդագրությունները։ Տեսանյութը։ Ծիծաղը, արձանագրված հստակ ձայնագրությամբ։ Մարինեին կանչեցին ցուցմունք տալու ընդմիջումից հետո։ Նա դանդաղ քայլեց դեպի ամբիոն, յուրաքանչյուր քայլը հաշվարկված, որպեսզի չցույց տա իր ներսում քայքայվող վախը։ Երբ նա նստեց, կարգավորեց խոսափողը, նայեց լեփ-լեցուն սենյակին։ Հարյուրավոր աչքեր հարած նրան, սպասելով, դատելով, ուրախանալով։ Նա գտավ դոկտոր Հենրիկի դեմքը առաջին շարքում ուշ փնտրեց այդ հայրական հայացքում։ Դոկտոր Պատրիսյան նրան ուղղորդեց ցուցմունքի միջով, սկսելով այդ գիշերվանից առաջ։ Մարինեն խոսեց ամուսնության մասին, Էդուարդի կողմից իրականացված աստիճանական վերահսկողության մասին, ընկերներից ընտանիքից մեկուսացման մասին։ Նա խոսեց այն մասին, թե ինչպես էր նա նվազեցնում իր ձեռքբերումները, ծաղրում իր կարծիքները, ստիպում նրան զգալ, որ բախտավոր է նրան ունենալու համար։ Ինչպես էր հղիությունը դիտարկվում որպես անհարմարություն, տոնակատարության փոխարեն։ Նա ուզում էր, որ ես ընթացակարգ անեի, բացահայտեց Մարինեն, դահլիճում ցնցումների ալիք առաջացնելով։ Երկրորդ ամսում, երբ մենք իմացանք, ասաց, որ ճիշտ ժամանակը չէ, որ դա կխանգարի մեր պլաններին։ Բայց ես հրաժարվեցի։ Առաջին անգամ ամուսնության մեջ ես ասացի ոչ։ Եվ նա երբեք չներեց դա։ Էդուարդի փաստաբանը կտրուկ առարկեց, բայց դատավոր Ֆարմանյանը թույլատրեց ցուցմունքը, որպես պահվածքի օրինաչափության ապացույց։ Մարինեն շարունակեց, նկարագրելով, թե ինչպես էր Էդուարդը հեռացել իր մերժումից հետո, ինչպես էր Վալենտինայի հետ սիրավեպը սրվել, ինչպես էր նա դադարել թաքցնել։ Այդ գիշեր միջոցառման ժամանակ, ասաց Մարինեն, ձայնը ուժ ստանալով, ես գիտեի, որ ինչ-որ բան այն չէ։ Ես զգում էի օդում։ Այն ծով, թե ինչպես էր նա խուսափում ինձնից։ Այն ծով, թե ինչպես էր նա նայում ինձ։ Բայց ես երբեք չէի պատկերացնում, որ դա այդքան դաժան կլինի։ Երբեք չէի պատկերացնում, որ այն մարդը, ով երդվել էր սիրել ինձ, ունակ կլինի ծիծաղել, մինչ ես արյունահոսում էի հատակին։ Նա խոսեց ֆիզիկական ցավի մասին, բայց հիմնականում էմոցիոնալ ցավի մասին։ Հարյուրավոր մարդկանց առաջ ընկնելու նվաստացման մասին։ Դստերը կորցնելու սարսափի մասին։ Ամուսնու դավաճանության մասին, տեսնելով, թե ինչպես է նա ընտրում իր սեփական հեղինակությունը, կնոջ բարեկեցության փոխարեն։ Հիվանդանոցում արթնանալու ամբողջությամբ վերակառուցելու իր պատկերացումը, թե ով էր ինքը, ինչ էր դարձել իր կյանքը։ Հիմա ապահով եք զգում, նրբորեն հարցրեց դոկտոր Պատրիսյան։ Մարինեն տատանվեց, ազնվությունը ավելի կարևոր էր, քան հարմարավետ պատմությունը։ Ոչ ամբողջությամբ։ Ես մղձավանջներ ունեմ։ Ես արթնանում եմ, սպասելով լսել այդ ծիծաղը։ Ես վախենում եմ, որ իմ դուստրը գցնվի, ես բավականաչափ ուժեղ չեմ լինի նրան պաշտպանելու համար։ Ես վախենում եմ, որ այս ամենը ոչնչի համար է, որ համակարգը կձախողի, ինչպես բազմիցս ձախողում է կանանց հետ։ Բայց դուք այստեղ եք։ Ես այստեղ եմ։ Որովհետև լռությունը ինձ չպաշտպանեց։ Որովհետև հնազանդությունը ինձ չփրկեց։ Եվ որովհետև իմ դուստրն արժանի է մեծանալ մի աշխարհում, որտեղ տղամարդիկ բախվում են հետանքների, երբ վնասում են կանանց։ Դատարանը ոտքի կանգնեց, ծափահարելով։
Դատավոր Ֆարմանյանը մուրճը հարվածեց, բայց ոչ իրական համոզմունքով։ Նույնիսկ նա թվաց, թե հուզված է պահից։ Էդուարդը մնաց նստած, դեմքը գունատ էր, դիմակները վերջապես կոտրված։ Էդուարդի պաշտպանությունը փորձեց վարկաբեկել Մարինեին, ենթադրելով, որ նա վրեժխնդրության համար չափազանցնում էր։ Բայց յուրաքանչյուր փորձ արգելափակվում էր ապացույցների լեռով։ Հաղորդագրություններ, վկաներ, անիծյալ տեսանյութը, որը չէր ստում։ Երբ Էդուարդի փաստաբանը հարցրեց, թե ինչու նա ավելի շուտ չէր լքել ամուսնությունը, Մարինեն պատասխանեց կտրող պարզությամբ. որովհետև բռնությունները մեկ անգամից չեն լինում։ Դրանք լինում են փոքր չափաբաժիններով, որոնք դուք սովորում եք կուլ տալ։ Որովհետև ես սիրում էի այն մարդուն, ում նա ձացնում էր։ Որովհետև ֆինանսապես կախված էի։ Որովհետև նա սպառնաց, որ ամեն ինչ կխլի, եթե ես համարձակվեմ հեռանալ։ Եվ որովհետև, ինչպես շատ կանայք, ես հավատում էի, որ սերը կարող է փոխել նրան։ Ես սխալվեցի։ Դրանից հետո այլ հարցեր չկային։ Վերջին վկաները ներառում էին Կլարան, ում քաջությունը պաշտոնապես ճանաչվեց դատարանի կողմից։ Դոկտոր Սեսիլիան, ով ցուցմունք տվեց Մարինեի ֆիզիկական վիճակի մասին, երբ նա հասավ հիվանդանոց։ Գրանդ պալատի աշխատակիցները, ովքեր տեսել էին աճող լարվածությունը։ Յուրաքանչյուր ցուցմունք ավելացնում էր շերտ անհերքելի ճշմարտությանը։ Երբ երկու կողմերն էլ ավարտեցին ներկայացումները, դատավոր Ֆարմանյանը հայտարարեց, որ դատավճիռը կհրապարակվի 48 ժամվա ընթացքում, քննարկումից հետո։ Սպասելը տանջալից կլիներ, բայց անհրաժեշտ։ Մարինեն դուրս եկավ դատարանից հյուծված, բայց թեթացած։ Ամենադժվար մասն ավարտվել էր։ Հիմա մնում էր միայն սպասել, որ արդարությունը կհաղթի։ 48 ժամը ձգվեց ինչպես հավերժություն։ Մարինեն հազիվ էր քնում, յուրաքանչյուր ձայն արթնացնում էր նրան, յուրաքանչյուր միտք տանում էր նրան հետ դեպի այդ դատարան։ Դոկտոր Հենրիկը փորձում էր շեղել նրան ֆիլմերով, երեխայի անունների մասին խոսակցություններով, ապագայի պլաններով։ Բայց երկուսն էլ գիտեին, որ պարզապես ժամանակ էին սպանում, մինչ Էդուարդի Վալենտինայի ճակատագիրը կորոշվեր։ Երբ վերջապես եկավ օրը, Մարինեն վերադարձավ դատարան նույն ուղեկցությամբ, նույն ամբոխը սպասում էր, նույն էլեկտրական էներգիան օդում։ Բայց այս անգամ ինչ-որ այլ բան կար։ Գրեթե շոշափելի լարվածություն, կարծես ամբողջ աշխարհը շունչը պահել էր, սպասելով այդ պահին։ Մարինեն նստեց առաջին շարքում, դոկտոր Հենրիկը մի կողմից, դոկտոր Սեսիլիան մյուս կողմից։ Նրանց միահյուսված ձեռքերը կազմում էին աջակցության շղթա, որին նա հուսահատորեն կարիք ուներ։ Դատավոր Ֆարմանյանը ներս մտավ, բոլորը ոտքի կանգնեցին։ Երբ նա նստեց շտկեց ակնոցները դատավճիռը կարդալու համար, լռությունն այնքան խորն էր, որ Մարինեն կարող էր լսել իր սեփական սրտի բաբախյունը։ Նա սկսեց Վալենտինայից, նրա ձայնը ամուր պարզ արձագանքում էր սենյակով ձայնային համակարգի միջոցով։ Վալենտինա Ազատյան, դուք մեղավոր եք ճանաչվել հղի կնոջ դեմ կատարված ծանրացնող հանգամանքներով հարձակման, մարմնական ծանր վնասվածք պատճառելու փորձի նախապատրաստման համար։ Ներկայացված ապացույցներն անհերքելի էին։ Ձայնագրված տեսանյութը հստակ ցույց է տալիս ձեր միտումնավոր գործողությունները։ Վերականգնված հաղորդագրությունները ցույց են տալիս նախնական պլանավորում։ Ձեր սեփական ցուցմունքը հաստատում է չարամիտ մտադրությունը։ Հաշվի առնելով արարքի ծանրությունը, տուժողի խոցելիությունը, հղի կնոջ նրա երեխայի կյանքին ներկայացված վտանգը, այս դատարանը ձեզ դատապարտում է 12 տարվա ազատազրկման, առանց պատժի կրճատման հնարավորության առաջին 6 տարիների ընթացքում։ Վալենտինան տեսանելիորեն չարձագանքեց։ Նա պարզապես խոնարհեց գլուխը, ընդունելով դատավճռի ծանրությունը, որին ինքն էր վկայել, որ արժանի է։ Մարինեն զգաց թեթության տխրության տարօրինակ խառնուրդ։ Արդարությունը կատարվում էր, բայց ինչ գնով։ Քանի կյանք էր ոչնչացվել խանդի մանիպուլյացիայի պատճառով։ Այնուհետ եկավ Էդուարդը։ Դատավոր Ֆարմանյանը շրջվեց դեպի նա, Մարինեն նկատեց ինչ-որ այլ բան դատավորի հայացքում։ Ինչ-որ ավելի սառը, ավելի անձնական։ Էդուարդ Մենդեսյան, դուք մեղավոր եք ճանաչվել հարձակում կատարելու դավադրության, անօրինական վարքագիծ խրախուսելու արդարությանը խոչընդոտելու համար։ Թե ձեր ձեռքերը չեն իրականացրել ֆիզիկական բռնությունը, ձեր խոսքերը, ձեր գործողությունները, հատկապես ձեր բացթողումները հնարավոր են դարձրել այն։ Դուք մանիպուլյացիա եք ենթարկել Վալենտինա Ազատյանին, շահագործելով նրա խոցելիությունները, նրան զենքի վերածելով ձեր սեփական կնոջ դեմ։
Դուք ծիծաղել եք մի կնոջ ցավի վրա, ում երդվել էիք պաշտպանել։ Դուք փորձել եք գնել լռություն, ոչնչացնել ապացույցներ, խեղաթյուրել արդարության ընթացքը։ Այս դատարանը ձեզ դատապարտում է 15 տարվա ազատազրկման, ներառյալ վկային կաշառելու փորձի երրորդ անձանց միջոցով շարունակական ոտնձգությունների լրացուցիչ մեղադրանքները։ Էդուարդը գունատվեց։ Նրա փաստաբաններն անմիջապես վերաքննություն խնդրեցին, բայց դատավոր Ֆարմանյանը բարձրացրեց ձեռքը, լռություն խնդրելով։ Ես ուզում եմ հստակ հասկացնել այս դատարանին բոլոր նրանց, ովքեր հետում են այս գործին։ Տնտեսական իշխանությունը ոչ ոքի չի պաշտպանում արդարությունից։ Հոգեբանական մանիպուլյացիան նույնքան վնասակար է, որքան ֆիզիկական բռնությունը։ Եվ տղամարդիկ, ովքեր ծիծաղում են խոցելի կանանց ցավի վրա, արժանի չեն այս դատարանի ողորմությանը։ Պարոն Մենդեսյան, դուք կայսրություն եք կառուցել արտաքինի վրա։ Հիմա դուք կհավաքեք ձեր ընտրությունների հետանքները։ Դատարանը պայթեց։ Լրագրողները վազեցին լուրը հաղորդելու։ Դրսի ամբոխը սկսեց տոնել նույնիսկ նախքան պաշտոնական հաստատում ստանալը։ Մարինեն պարզապես նստեց, արցունքները լուռ հոսում էին դեմքով։ Դրանք հենց ուրախության արցունքներ չէին։ Դրանք թեթության, ավարտի, վերջապես նոր էջ բացելու կարողության արցունքներ էին։ Էդուարդին տարան ձեռնաշղթաներով։ Նա վերջին անգամ նայեց Մարինեին, նա այնտեղ տեսավ ամեն ինչ։ Զայրույթ, զղջում, վախ, բայց հիմնականում տեսավ մի մարդու, ով վերջապես բախվում էր իրականում ով էր, առանց դիմակների թաքնվելու։ Նա չշեղեց հայացքը։ Թույլ տվեց նրան տեսնել այն կնոջը, ով գոյատել էր նրան, մի կնոջ, ով ավելի ուժեղ էր, քան նա երբեք կլիներ։ Հաջորդ շաբաթներին կյանքը սկսեց նոր ռիթմ ստանալ։ Մարինեն մշտապես տեղափոխվեց հոր տուն։ Նրանք հյուրասենյակը վերածեցին մանկասենյակի, պատերը ներկելով նուրբ դեղինով տարածքը լցնելով պարզ, բայց հարմարավետ կահույքով։ Դոկտոր Հենրիկը բացահայտեց մահճակալ հավաքելու թաքնված տաղանդը, ամբողջ կեսօրը անցկացնելով շփոթեցնող հրահանգների հետ պայքարելով, մինչ վերջապես հաջողվեց կայուն կառուցվածք ստանալ։ Կլարան պարբերաբար այցելում էր։ Երկու կանայք ձավորեցին անհավանական, բայց խորը բարեկամություն, միավորված ընդհանուր փորձով։ Մարինեն հայտնաբերեց, որ Կլարան տաղանդավոր լուսանկարիչ էր, նրա լուսանկարները ֆիքսում էին մարդկային գեղեցկության պահեր, որոնք աննկատ էին մնում։ Նա կորցրել էր աշխատանքը Գրանդ Պալատում, բայց ձեռք էր բերել ավելի արժեքավոր բան՝ նպատակ ձայն։ Դոկտոր Սեսիլիան շարունակում էր հետել հղիությանը մինչ վերջ։ Երբ Մարինեն ծննդաբերեց դատավճռից 3 շաբաթ անց, Սեսիլիան էր, ով ընդունեց նրան հիվանդանոցում, բռնելով նրա ձեռքը յուրաքանչյուր կծկման ժամանակ, խրախուսական խոսքեր առաջարկելով, երբ ցավը անտանելի էր թվում։ Ծնունդը երկար դժվար էր։ Գրեթե 20 ժամ տող ծննդաբերություն, որը փորձեց Մարինեի դիմացկունության սահմանները։ Պահեր կային, երբ նա ուզում էր հանձնվել, երբ կարծում էր, որ չի կարողանա։ Բայց հետո հիշեց այն ամենը, ինչ գոյատել էր։ Եթե նա կարողացել էր դիմակայել Էդուարդին, Վալենտինային դատարանին, աշխարհի աչքի առաջ, ապա նա կարող էր դստերը բերել աշխարհ։ Երբ լույսը վերջապես ծնվեց, արոտ երեքշաբթի առավոտյան ժամը 6-ին, առաջին ձայնը ուժեղ առողջ լացն էր։ Դոկտոր Սեսիլիան երեխային դրեց Մարինեի կրծքին, փոքրիկ մարմինը տաք թաց, մաշկը մաշկին։ Մարինեն նայեց դստեր դեմքին, զգաց այնքան ուժեղ սեր, որը անհնար էր թվում մարդկային մարմնում տեղավորել։ Բար, փոքրիկս, շնջաց Մարինեն, արցունքները անվերահսկելիորեն հոսում էին։ Վերջապես ճանաչեցի քեզ։ Դու ավելի գեղեցիկ ես, քան պատկերացնում էի։ Լույսն ուներ մուգ մազերի խուրձ, աչքերը դեռ փակ էին, բայց արդեն փնտրում էին, կատարյալ շրթունքները ձավորում էին փոքրիկ օ, մինչ նա առաջին անգամ շնչում էր օդը։ Նրա մանր մատները փակվեցին Մարինեի ցուցամատի շուրջ, զարմանալիորեն ուժեղ սեղմումով։ Այդ պահին ամեն ինչ արժեր։ Ամբողջ ցավը, ամբողջ նվաստացումը, ամբողջ պայքարը։ Որովհետև դա հանգեցրեց այդ փոքրիկ կատարյալ կյանքին։ Բայց ուրախությանը ուղեկցում էր վախ։ Լույսը առաջին ժամերին շնչառական դժվարություններ ունեցավ, Մարինեի կրած հղիության տրավմայի սթրեսի հետանքով։ Նրան տարան նորածինների վերակենդանացման բաժանմունք, միացված մոնիտորներին չափազանց փոքր շնչառական սարքին, որպեսզի իրական թվա։ Մարինեն ժամերով մնաց ինկուբատորի կողքին, մի ձեռքով դիպչելով դստերը հատուկ բացվածքների միջով, շշնջալով պատմություններ, երգելով օրորոցայիններ, որոնք իր սեփական մայրն էր երգում։ Առաջին շաբաթները ինտենսիվ էին։
Լույսը աստիճանաբար բարելավվեց, նրա թոքերն ուժեղանում էին, քաշն ավելանում էր։ Մարինեն ժամանակը բաժանում էր տան հիվանդանոցի միջ, յուրաքանչյուր այց բերելով հույսի անհանգստության խառնուրդ։ Դոկտոր Սեսիլիան բացատրեց, որ բարդությունները սովորական են մայրական տրավմայից հետո, բայց լույսը մարտիկ էր։ Ամեն անցնող օր հաղթանակ էր։ Այդ գիշերային հսկողություններից մեկի ժամանակ, երբ լույսը վերջապես խաղաղ քնում էր դժվար կերակրումից հետո, Մարինեն հայտնություն ունեցավ։ Նայելով դստերը ինկուբատորի ապակու միջով, տեսնելով փոքրիկ կրծքավանդակը բարձրանալիս իջնելիս ջանքերով, նա հասկացավ, որ ավելին է ուզում անել։ Ոչ միայն լույսի համար, այլ բոլոր այն կանանց համար, ովքեր տառապում էին լռության մեջ, ովքեր ընկնում էին առանց որևէ մեկի նրանց բռնելու։ Սրճարանի գաղափարը ծնվեց այնտեղ, հիվանդանոցի այդ սենյակում, առավոտյան ժամը 3-ին։ Դա ավելին կլիներ, քան առտրային հաստատություն։ Դա ապաստան կլիներ, անվտանգ վայր, որտեղ գոյատած կանայք կարող էին աշխատել, բուժվել, վերակառուցվել։ Դա հայտարարություն կլիներ, որ անկումը վերջը չէր, այլ նոր բանի սկիզբը։ Մարինեն կիսվեց գաղափարով դոկտոր Հենրիկի հետ, նա անմիջապես աջակցեց նրան։ Առաջարկեց ֆինանսական օգնություն սկսելու համար, բայց Մարինեն նրբորեն մերժեց։ Նա կօգտագործեր ամուսնալուծության համաձայնագրի մի մասը, Էդուարդը ստիպված էր եղել գույքը հավասարապես բաժանել։ Տարիների ստերով բծավորված փողը կվերածվեր մաքուր բանի, մի բանի, որը կօգներ ոչնչացնելու փոխարեն։ Պլանավորումը ամիսներ տեց։ Մարինեն գտավ առտրային կետ Երանի հանգիստ թաղամասում, մի տարածք մեծ պատուհաններով, որոնք թույլ էին տալիս բնական լույսին լցնել ներսը։ Նա վարձեց հարմարավետ միջավայրերում մասնագիտացված ճարտարապետի, ով անմիջապես հասկացավ տեսլականը։ Միասին նրանք ստեղծեցին մի տարածք, որը միաժամանակ ժամանակակից էր հարմարավետ, մտերիմ խոսակցությունների համար հարմարավետ անկյուններով համայնքային միջոցառումների համար բաց տարածքով։ Անունը հեշտ էր։ Լույս շնորհք, Լոյզի շնորհք, ոգեշնչված դստերից քաոսի մեջ շնորհք գտնելու ճանապարհից։ Կլարան մշակեց լոգոտիպը, կնոջ ոճավորված պատկերը, որը բարձրանում էր շուրջը ճառագայթող արի շողերով։ Դա կատարյալ էր։ Մարինեն խնամքով հավաքեց աշխատակցուհիներին։ Բոլորն էլ ինչ-որ կերպ գոյատած էին։ Ոմանք փախել էին բռնի հարաբերություններից։ Մյուսները գոյատել էին հարձակումներից։ Յուրաքանչյուրը բերում էր ցավի հաղթահարման յուրահատուկ պատմություն։ Մարինեն անձամբ մարզում էր նրանց, ոչ միայն սուրճ մատուցելու, այլ փոխադարձ աջակցության մթնոլորտ ստեղծելու համար։ Միջոցառման կոտրված աթոռը վերականգնվեց տաղանդավոր ատաղձագործի կողմից, ով իր ծառայությունը նվիրաբերեց պատմությունը լսելուց հետո։ Այն պատվավոր տեղ զբաղեցրեց սրճարանում, ուղեկցվելով մի ցուցանակով, որը Մարինեն հատուկ պատվիրել էր։ Ոչ ոք իրավունք չունի կոտրել մորը։ Խոսքերը պարզ էին, բայց հզոր, դիպչելով բոլոր նրանց, ովքեր կարդում էին դրանք։ Սրճարանը բացվեց լույսի ծնունդից 6 ամիս անց։ Հերթը ձգվում էր թաղամասով, իսկական հաճախորդների հետաքրքրասերների խառնուրդով, ովքեր ուզում էին տեսնել դեղին զգեստով կնոջ կողմից կառուցված վայրը։ Մարինեն կրում էր գոգնոց պատահական հագուստի վրա, լույսը կապված էր կրծքին, առաջին շաբաթներին անձամբ մատուցում էր յուրաքանչյուր հաճախորդի։ Սրճարանի պատերին ցուցադրվում էին Կլարայի լուսանկարները, պատկերներ, որոնք ֆիքսում էին կանացի ուժը առօրյա պահերին։ Կար մի անկյուն նվիրված տրավմայի վերականգնման լիազորման մասին գրքերին։ Եվ կար հարգալից լռություն, երբ անհրաժեշտ էր լուռ ըմբռնում, որ որոշ հաճախորդների պարզապես անվտանգ տարածք էր պետք գոյություն ունենալու համար։ Դոկտոր Սեսիլիան դարձավ կանոնավոր հաճախորդ, հայտնվելով նախաճաշի համար հիվանդանոցում հերթափոխերից առաջ։ Կլարան գրեթե այնտեղ էր ապրում, իր սիրելի անկյունը պատուհանի մոտ, որտեղ լույսը կատարյալ էր նկարելու համար։ Դոկտոր Հենրիկը այցելում էր ամեն կեսօր, հայրական հպարտությունը ակնհայտ էր ամեն անգամ, երբ նա նայում էր դստերը թոռնուհուն։ Էդուարդը Վալենտինան հեռու էին, իրենց դատավճիռները կրելով տարբեր բանտերում։ Մարինեն երբեմն Վալենտինայից նամակներ էր ստանում, ներողամտության խնդրանքներ, որոնք իրական էին թվում, բայց որոնք Մարինեն պահում էր առանց ամբողջությամբ կարդալու։ Ներումը գործընթաց էր, ոչ թե մեկանգամյա իրադարձություն։ Միգուցե մի օր նա կկարողանա։ Բայց առայժմ ապագա կառուցելու վրա կենտրոնանալը բավարար էր։ Մի կեսօր սրճարանի բացումից գրեթե 1 տարի անց Մարինեն սեղաններն էր մաքրում, երբ լույսը, որն արդեն անկայուն քայլում էր, վազեց հաճախորդների միջով, ժպիտներ բաժանելով։ Մի երիտասարդ կին ներս մտավ, նյարդայնորեն շուրջը նայելով։
Նրա դեմքին վերջին բռնության հետքեր կային, դիմահարդարմամբ վատ թաքնված։ Մարինեն ճանաչեց այդ հայացքը, այդ պաշտպանողական կեցվածքը։ Նա դա չափազանց լավ գիտեր։ «Բարի գալուստ լույս շնորհք», նրբորեն ասաց Մարինեն, դանդաղ մոտենալով, որպեսզի չվախեցնի։ «Կարող եմ ձեզ սուրճ առաջարկել»։ Առաջին բաժակը միշտ տան հաշվին է։ Կինը տատանվեց, ապա համաձայնեց։ Մարինեն անձամբ սուրճ պատրաստեց, դարչինի շոշափում ավելացնելով, ինչպես անում էր այն հաճախորդների հետ, ովքեր կարծես լրացուցիչ խնամքի կարիք ունեին։ Երբ նա մատուցեց, մի փոքր ավելի երկար պահեց բաժակը, աչքի կոնտակտ հաստատելով։ «Դուք այստեղ ապահով եք», ասաց Մարինեն այնքան ցածր, որ միայն նրանք լսեին։ «Ինչ էլ որ դուք բախվում եք, պարտադիր չէ, որ մենակ բախվեք։ Այս վայրը գոյություն ունի մեզ նման կանանց համար։ Ինձ նման»։ Կինը սկսեց լուռ լաց լինել։ Մարինեն նստեց նրա կողքին, չդիպչելով, բայց ներկա լինելով։ Նրանք այդպես մնացին երկար ժամանակ, երկու գոյատած կանայք կիսելով լռություն, որն ավելին էր ասում, քան խոսքերը։ Ի վերջո, կինը սկսեց խոսել։ Մարինեի պատմությունից տարբեր, բայց ցավալիորեն ծանոթ տառերով։ Վերահսկողություն։ Մեկուսացում։ Աճող բռնություն։ Մեկնելու վախ։ Մարինեն լսեց ամեն ինչ, ապա կիսվեց իր սեփական պատմությամբ։ Ոչ բոլոր մանրամասները, բայց բավարար, որպեսզի կինը հասկանա, որ Մարինեն հասկանում է, որ խավարի միջով ճանապարհ կա։ Նա տվեց ապաստարանների համարներ, pro bono աշխատող փաստաբանների կոնտակտներ, առաջարկեց աշխատանք, երբ նա պատրաստ կլիներ։ Կինը ժամեր անց դուրս եկավ սրճարանից, ոչ թե բուժված, այլ հույսով։ Մարինեն այդ պահին հասկացավ, թե ինչու էր ամեն ինչ արժեր։ Սա էր նրա նպատակն հիմա։ Ոչ միայն գոյատել, այլ օգնել ուրիշներին նույնպես գոյատել։ Լույսը վազեց մոր մոտ, ձեռքը մեկնած, գիրք ուզելով։ Մարինեն բռնեց նրան, փոքրիկ մարմինը սեղմելով կրծքին, զգալով դստեր սրտի բաբախյունը իր սրտի դեմ։ Նա շուրջը նայեց սրճարանին, աշխատակցուհիներին, ովքեր աշխատում էին իսկական ժպիտներով, հաճախորդներին, ովքեր խոսում էին ցածր հարմարավետ տոներով, վերականգնված աթոռին, իր հզոր ցուցանակով։ Աշխարհը դեռ հեռու էր կատարյալ լինելուց։ Անարդարությունները տեղի էին ունենում ամեն օր։ Կանայք շարունակում էին ընկնել։ Բայց այստեղ, Երանի այս փոքրիկ հատվածում, լույս կար։ Շնորհք կար։ Ապացույց կար, որ ոչնչացումից հետո վերակառուցվելը ոչ միայն հնարավոր էր, այլ հեղափոխական։ Մարինեն համբուրեց լույսի գլխի գագաթը, շնչելով երեխայի հոտը, խառնված թարմ սուրճի հետ։ Դու ուժեղ կմեծանաս, շշնջաց նա։ Կմեծանաս, իմանալով քո արժեքը։ Եվ եթե մի օր ընկնես, ես քեզ կսովորեցնեմ բարձրանալ։ Որովհետև բարձրանալն այն է, ինչ մենք անում ենք։ Դա այն է, ով մենք ենք։ Լույսը ինչ-որ անհասկանալի, բայց ուրախ բան բլբլաց։ Սրճարանի մյուս կողմում Կլարան բաժակը բարձրացրեց լուռ կենացի համար։ Դոկտոր Սեսիլիան ձեռքով արեց հերթից։ Դոկտոր Հենրիկը ժպտաց իր սիրելի անկյունից։ Եվ Մարինեն, կինը, ով մի օր ընկավ դաժան ծիծաղների մեջ ոսկուստերի սրահում, մնաց ոտքի վրա, բռնած իր դստերը, շրջապատված համայնքով, որը նա կառուցել էր իր սեփական ոչնչացման մոխիրներից։ Արյունով բծավորված դեղին զգեստը պահված էր տանը, պահպանված որպես հիշողություն ոչ թե ցավի, այլ գոյատման մասին։ Մարինեն այլս չէր կրում այն։ Կարիք չուներ։ Նա կրում էր այդ պահի ուժը յուրաքանչյուր շնչառության, յուրաքանչյուր որոշման, յուրաքանչյուր կնոջ մեջ, ում օգնում էր։ Անկումը չէր սահմանել նրան։ Բայց բարձրանալու, ընկած մնալուց հրաժարվելու, տրավման նպատակի վերածելու արարքը, հենց դա էր սահմանում, թե ով էր նա դարձել։ Եվ մինչ արը մայր էր մտնում, ոսկեգույն լույս նետելով լույս շնորհքի պատուհաններից, Մարինեն բացարձակապես վստահ գիտեր։ Նա այլս դեղին զգեստով ընկած կինը չէր։ Նա այն կինն էր, ով բարձրացավ։ Եվ յուրաքանչյուր կնոջ հետ, ում օգնում էր անել նույնը, նա ապացուցում էր, որ արդարությունը ոչ միայն մեղավորների պատժի մասին էր։ Այն գոյատածներին փարոսների վերածելու մասին էր, մյուսների համար, ովքեր դեռ կորած էին խավարի մեջ։ Սիրելի ունկնդիրներ, հուսով ենք, որ Մարինեի լույսի պատմությունը խորապես տիպել է ձեր սրտերին։ Այս հուզական ճանապարհորդությունը շարունակելու համար մենք պատրաստել ենք հատուկ երկացանք, նույնքան գրավիչ պատմություններով, որոնք ուսումնասիրում են կանացի ուժը վերածննդի կարողությունը։ Գտեք դրանք, սեղմելով այստեղ, ձեր ձախ կողմում։
Եթե այս պատմությունը արձագանքեց ձեզ, մի մոռացեք բաժանորդագրվել մեր ալիքին հավանել տեսանյութը։ Ամեն օր մենք ներկայացնում ենք յուրահատուկ պատմություններ, որոնք նշում են մարդկային դիմացկունությունը ցավը նպատակի վերածելու կարողությունը։ Կիսվեք ձեր մտորումներով մեկնաբանություններում, մենք կցանկանայինք իմանալ, թե ինչպես է Մարինեի պատմությունը ոգեշնչել ձեզ։ Մինչ հաջորդ պատմությունը, որը կդիպչի ձեր հոգուն։